Նա ընդամենը ուզում էր հանգստանալ, հեռու իրեն սպառող առօրյայից։ Բայց մի անմեղ սեղմումով նրա ամենաանձնական լուսանկարն ուղարկվեց սխալ մարդուն։ Մյուս կողմում մեկը, ով միշտ հեռու էր պահում իրեն, մի բան զգաց, որը երբեք չէր խոստովանի։ Եվ այսպես սկսվեց մի լուռ լարվածություն, որը պիտի փոխեր նրանց միջ ամեն ինչ։ Հուսով եմ, ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք ալիքին։ Չմոռանաք գրել, թե որտեղից եք դիտում։ Ամեն ինչ սկսվեց արձակուրդի մի պարզ լուսանկարից։ Ուրախ, անկաշկանդ, անմեղ մի կադր, արված ամառային առավոտվա ոսկեգույն արի տակ։ Անահիտը, 28-ամյա նվիրված գործադիր օգնականը, վերջապես կարողացել էր կտրվել աշխատանքի հյուծիչ առօրյայից իր երկվորյակ եղբոր, Տիգրանի հետ վայելել 2 շաբաթ տող հանգիստը Դիլիջանում, Սանի ափին։ Լճի կապուտակ ջրերը, ոտքերի տակ ավազը, նոր կարմիր լողազգեստը, որը հատուկ այս ուղղորության համար էր գնել, ամեն ինչ նպաստում էր թեթության այն պահին, որի կարիքը նա վաղուց ուներ։ Անահիտն արդեն 4 տարի աշխատում էր Արարատ շինընկերությունում, Երանի խոշորագույն շինարարական կազմակերպություններից մեկում։ Նրա առօրյան լարված էր, լի ժողովներով, անվերջ աղյուսակներով, շտապ հեռախոսազանգերով մշտական ճնշմամբ, միշտ մեկ քայլ առաջ լինել, կանխատեսելով իր ղեկավարի կարիքները։ Գրասենյակում նրան ճանաչում էին իր անթերի արդյունավետությամբ, նրանով, որ երբեք ոչ մի առաջադրանք չէր ձախողում, որ միշտ հասանելի էր, երբ անհրաժեշտ էր։ Բայց այս ողջ նվիրվածությունն իր գինն ուներ։ Անահիտը հազիվ ժամանակ էր գտնում իր համար, ընկերներին հանդիպելու, ուրախության պարզ պահեր ապրելու համար։ Այդ պատճառով, երբ վերջապես կարողացավ արձակուրդ գնալ, որոշեց, որ այս անգամ այլ կերպ է լինելու։ Ոչ մի անընդհատ հեռախոս, ոչ մի մտածմունք աշխատանքի մասին։ Միայն ինքը, իր եղբայրը Լիճը։ Տիգրանը, նրա երկվորյակ եղբայրը, մանկուց նրա լավագույն ընկերն էր։ Նրանք միասին էին մեծացել Գյումրիում, կիսելով գաղտնիքներ, քույր ու եղբորը բնորոշ վեճեր մի մտերմություն, որը միայն երկվորյակները կարող են հասկանալ։ Նա ճարտարապետ էր, աշխատում էր անհատական կարգով, ավելի անկաշկանդ բնավորություն ուներ, քան քույրը։ Միշտ քաջալերում էր նրան հանգստանալ, ավելի շատ վայելել կյանքը, թույլ չտալ, որ աշխատանքն իրեն կլանի։ Անահիտը գիտեր, որ նա ճիշտ է, բայց դժվար էր դանդաղեցնել տեմպը, երբ սովոր ես ապրել բարձր արագությամբ։ Այդ արոտ առավոտ նրանք երկուսով քայլում էին լողափով, երբ Տիգրանն առաջարկեց սելֆի անել։ Անահիտը ծիծաղեց, մի փոքր դիմադրեց, բայց ի վերջո համաձայնեց։ Տեղավորեցին հեռախոսը, անկեղծորեն ժպտացին, կտտոց։ Լուսանկարը կատարյալ ստացվեց։ Անահիտը փայլում էր, շագանակագույն մազերը թեթակի խառնված լճի քամուց, կանաչ աչքերը փայլում էին անկեղծ երջանկությունից, իսկ լայն ու անկեղծ ժպիտը վաղուց չէր հայտնվել նրա դեմքին։ Տիգրանը նրա կողքին, եղբայրական գրկով գրկել էր նրան, նույնպես ժպտում էր։ Դա մաքուր ուրախության մի պատկեր էր, այնպիսին, որը որսում է բացարձակ երջանկության պահը։ Անահիտը նայեց լուսանկարին, անմիջապես մտածեց իր լավագույն ընկերուհու, Նարինեի մասին, ով անընդհատ ասում էր, որ ինքը չի կարողանում հանգստանալ, որ չափազանց շատ է աշխատում, որ պետք է ավելի շատ ապրի։ Որոշեց կատակել ընկերուհու հետ, ուղարկելով այդ լուսանկարը մի հումորային հաղորդագրությամբ։ Բացեց հաղորդագրությունների հավելվածը, ընտրեց այն, ինչ կարծում էր Նարինեի կոնտակտն է, առանց երկար մտածելու ուղարկեց։ Հաղորդագրության մեջ պարզապես գրված էր. Վերջապես հասկացա, թե ինչ է նշանակում հանգստանալ, դու ճիշտ էիր։ Գոհ իր փոքրիկ կատակից, նա դրեց հեռախոսը, վերադարձավ օրը վայելելուն։ Բայց ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ Մի պահ անուշադրության պատճառով Անահիտը լուսանկարը Նարինեին չէր ուղարկել։ Ընտրված կոնտակտն այլ էր, մեկը, որը վերջին զրույցների ցանկում անմիջապես վերում էր։ Նա լուսանկարն ուղարկել էր Արթուր Սարգսյանին, իր ղեկավարին, Արարատ շինի նախագահին։ Այդ նույն պահին, ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա, Երանի կենտրոնում գտնվող իր շքեղ բնակարանում, Արթուր Սարգսյանը նստած էր իր անձնական աշխատասենյակում, վերանայելով պայմանագրեր ու փաստաթղթեր, որոնք նրա ուշադրությունն էին պահանջում նույնիսկ հանգստյան օրերին։ 36 տարեկանում Արթուրը կորպորատիվ աշխարհում հայտնի էր իր սառը դատողությամբ, մանրախնդիր կպչունությամբ, շրջապատի բոլոր մարդկանց հետ անթերի մասնագիտական հեռավորություն պահպանելով։ Նա անշարժ գույքի ոլորտում կայսրություն էր կառուցել քրտնաջան աշխատանքի, ճիշտ ռազմավարական որոշումների երկաթյա կարգապահության շնորհիվ, որը շեղումների տեղ չէր թողնում։ Արթուրը խիստ կանխատեսելի առօրյա ունեցող մարդ էր։
Ամեն օր արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, վազում 10 կիլոմետր, նախաճաշում էր միշտ նույն ուտելիքներով, գրասենյակ էր հասնում բոլորից շուտ հեռանում մեծամասնությունից հետո։ Անձնական հարաբերությունները հազվադեպ էին նրա կյանքում։ Տարիների ընթացքում ունեցել էր մի քանի կարճատ սիրավեպ, բայց ոչինչ, որն իսկապես խորապես հուզեր նրան։ Նրա նախկին հարսնացուն Սոնան 3 տարի առաջ խզել էր նշանադրությունը, հոգնած լինելով նրա աշխատանքի հետ ուշադրության համար մրցակցելուց։ Այդ ժամանակվանից Արթուրն էլ ավելի էր փակվել իր մեջ, համոզված, որ իր կյանքն այդպես ավելի լավ է, կազմակերպված, կանխատեսելի, վերահսկողության տակ։ Երբ նրա հեռախոսը թրթռաց հաղորդագրության ծանուցումից, Արթուրը կիտեց հոնքերը։ Շաբաթ երեկո էր, նա աշխատանքային հաղորդագրություններ չէր սպասում։ Երբ տեսավ, որ Անահիտից է, իր օգնականից, մտածեց, որ գուցե ինչ-որ հրատապ բան է կապված ընթացիկ նախագծերից մեկի հետ։ Բացեց հաղորդագրությունը, ամբողջովին քարացավ։ Էկրանին հայտնված պատկերը նրան բոլորովին անակնկալի բերեց։ Անահիտը, իր միշտ այդքան պաշտոնական, այդքան պրոֆեսիոնալ, այդքան զուսպ օգնականը, այնտեղ էր, վառ կարմիր լողազգեստով, ժպտալով այնպես, ինչպես ինքը երբեք չէր տեսել։ Նա թվում էր ազատ, պայծառ, բոլորովին տարբեր այն լուրջ ու զուսպ կնոջից, որին տեսնում էր ամեն օր գրասենյակում։ Բայց այն, ինչն իսկապես հուզեց նրան, նրա կողքին կանգնած տղամարդու ներկայությունն էր։ Երիտասարդ, գեղեցիկ տղամարդ, ով ձեռքը գցել էր նրա ուսին, ժպտալով մտերմորեն ու դնմտ։ Արթուրը զգաց, թե ինչպես մի տարօրինակ բան աճեց իր կրծքում։ Դա անհարմար զգացողություն էր, գրեթե ֆիզիկական, կարծես ինչ-որ բան սեղմում էր իր սիրտը։ Նա չէր կարողանում աչքերը կտրել այդ պատկերից։ Ո՞վ էր այդ տղամարդը։ Ինչու էր Անահիտն այդքան մոտ նրան։ Ինչու էր նա այդքան երջանիկ թվում նրա կողքին։ Եվ այն հարցը, որն ամենաշատն էր անհանգստացնում նրան։ Ինչու էր նա այս լուսանկարն ուղարկել իրեն։ Արթուրը փորձեց ողջամիտ լինել։ Անահիտն իր աշխատակիցն էր, ընդամենը դա։ Գերազանց մասնագետ, ճիշտ է, մեկը, ում նա լիովին վստահում էր, բայց ոչ ավելին։ Կարոր չպետք է լիներ, թե ում հետ էր նա արձակուրդում, ում հետ էր այդպես ժպտում։ Բայց որքան էլ փորձում էր համոզել իրեն դրանում, անհարմար զգացողությունը չէր անցնում։ Կարծես իր ներսում ինչ-որ բան արթնացել էր, մի բան, որը վաղուց քնած էր։ Նա մի քանի անգամ վերընթերցեց հաղորդագրությունը։ Վերջապես հասկացավ, թե ինչ է նշանակում հանգստանալ, դու ճիշտ էիր։ Ինչ էր դա նշանակում։ Անձնական հաղորդագրությունն էր։ Անահիտն անկեղծանում էր իր հետ։ Թե սխալմունք էր եղել։ Արթուրը բռնեց իրեն լուսանկարի յուրաքանչյուր մանրուքը վերլուծելիս։ Նրա ժպիտը, այն ձև, թե ինչպես էր մյուս տղամարդը դիպչում նրան, նրանց միջ եղած մտերմությունը։ Եվ հետո մի բառ հայտնվեց նրա մտքում, մի բառ, որը նա տարիներ շարունակ իրեն չէր վերագրել, խանդ։ Արթուր Սարգսյանը, անողոք գործարարը, մարդը, ով առանց վարանելու միլիոնավոր դրամների որոշումներ էր կայացնում, ով բացարձակ հանգստությամբ դիմակայում էր թշնամաբար տրամադրված տնօրենների խորհուրդներին, խանդում էր իր օգնականին։ Այս գիտակցումը նրան անհանգստացրեց։ Ինչպես էր դա հնարավոր։ Երբ էր նա սկսել Անահիտին տեսնել որպես ավելին, քան պարզապես գրագետ աշխատակից։ Նա վեր կացավ աթոռից, մոտեցավ իր բնակարանի համայնապատկերային պատուհանին, նայելով ներքում փռված քաղաքին։ Երանի լույսերը սկսում էին վառվել երեկոյան մթնշաղին։ Արթուրը ձեռքը տարավ իր մուգ մազերի միջով, փորձելով կարգի բերել մտքերը։ Գուցե դա պարզապես զարմանք էր, Անահիտին այդքան տարբեր տեսնելուց։ Այո, պետք է որ այդպես լիներ։ Նա սովոր էր նրան տեսնել միշտ պրոֆեսիոնալ կերպարով, իր պաշտոնական հագուստով, հավաքած մազերով, միշտ ուղիղ կեցվածքով։ Նրա այդ անկաշկանդ տարբերակը տեսնելը պարզապես անակնկալի էր բերել իրեն։ Բայց խորքում Արթուրը գիտեր, որ դա միայն դա չէր։ Վերջին ամիսներին նա սկսել էր նկատել բաներ, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Այն ձև, թե ինչպես էր Անահիտը թեթակի գծում ստորին շուրթը, երբ կենտրոնացած էր որե բարդ խնդրի վրա։ Այն ձև, թե ինչպես էր նա զուսպ ժպտում, երբ կարողանում էր լուծել մի դժվար իրավիճակ։ Այն նվիրվածությունը, որով նա մոտենում էր յուրաքանչյուր առաջադրանքի, որքան էլ պարզ լիներ այն։ Նրա օծանելիքի նուրբ բույրը, երբ նա մտնում էր իր սենյակ։ Փոքր մանրամասներ, որոնք գումարվելով ստեղծել էին մի պատկեր, որն այժմ հրաժարվում էր դուրս գալ նրա մտքից։ Արթուրը վերադարձավ սեղանի մոտ, նորից նայեց լուսանկարին։
Նրա կողքի տղամարդն ուներ նրա նման գծեր։ Արդյոք հարազատներ էին։ Ընկեր։ Ամուսին։ Այն հավանականությունը, որ Անահիտը կարող էր լուրջ հարաբերությունների մեջ լինել, մեծացրեց անհարմարությունը նրա կրծքում։ Նա հասկացավ, որ գրեթե ոչինչ չգիտի նրա անձնական կյանքի մասին։ Անահիտը երբեք շատ չէր խոսում իր մասին, միշտ պահպանում էր այդ պրոֆեսիոնալ զուսպ կեցվածքը։ Ինչպես ինքը, ի դեպ։ Հաջորդ օրերը տանջալից էին Արթուրի համար։ Նա բռնեց իրեն անընդհատ հեռախոսը ստուգելիս, սպասելով Անահիտից որևէ բացատրական հաղորդագրության, մի բանի, որը կպարզաբաներ իրավիճակը։ Բայց ոչինչ չեկավ։ Նա մտածեց պատասխանել հաղորդագրությանը, գուցե մի պատահական հարց տալ, բայց չէր կարողանում գտնել ճիշտ բառերը։ Ինչ կասեր։ Ո՞վ է այդ տղամարդը լուսանկարում։ Դա չափազանց անտակտ կլիներ, անպատշաճ։ Արթուրն իրեն բոլորովին անվերահսկելի էր զգում, դա նրան խորապես զայրացնում էր։ Երբ վերջապես հասավ Անահիտի գրասենյակ վերադառնալու օրը, Արթուրը տեսանելիորեն լարված էր։ Նա մտովի փորձել էր, թե ինչպես կարձագանքի նրան տեսնելիս, որոշելով պահպանել սովորական պրոֆեսիոնալ հանգստությունը։ Բայց երբ նա այդ առավոտ մտավ իր սենյակ, սանի արից արայրուկ ստացած դեմքին հանգիստ ժպիտով, նա զգաց, թե ինչպես իր ողջ նախապատրաստությունը փլուզվեց։ Անահիտը փոխվել էր։ Նրա կեցվածքում մի նոր բան կար, մի թեթություն, որը նախկինում չկար։ Նրա կանաչ աչքերն ավելի պայծառ էին թվում, ժպիտն ավելի անկեղծ։ Նա ողջունեց Արթուրին իր սովորական սիրալիրությամբ, հակիրճ նշեց, որ արձակուրդը թարմացնող էր, սկսեց նրան տեղեկացնել գրասենյակի չլուծված հարցերի մասին։ Լուսանկարի մասին չհիշատակեց։ Ոչ մի անհարմարություն ցույց չտվեց։ Կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Արթուրը փորձեց կենտրոնանալ նրա ասածների վրա, բայց միտքը շարունակ վերադառնում էր այն պատկերին։ Նա բռնեց իրեն նրան այլ կերպ նայելիս, նկատելով մանրամասներ, որոնք նախկինում անտեսում էր։ Այն ձեթ, թե ինչպես էր նա ժեստեր անում ինչ-որ բան բացատրելիս, նուրբ ծիծաղը, երբ ինքը սարկաստիկ մեկնաբանություն էր անում որևէ խնդրահարույց մատակարարի մասին։ Անհանգստացնող էր գիտակցել, թե որքան էր նա ներկա իր մտքերում։ Շաբաթվա ընթացքում Արթուրի պահվածքը սկսեց փոխվել այնպես, որ ինքն էլ չէր ճանաչում։ Նա սկսեց ավելի հաճախ կանչել Անահիտին իր սենյակ, հաճախ քննարկելու հարցեր, որոնք հեշտությամբ կարող էր ինքնուրույն լուծել։ Ժողովները, որոնք նախկինում տում էին 10 րոպե, այժմ ձգվում էին կես ժամ զրույցներով, որոնք թե սկսվում էին պրոֆեսիոնալ, անխուսափելիորեն շեղվում էին դեպի ավելի անձնական թեմաներ։ Արթուրը բռնեց իրեն հարցեր տալիս նրա արձակուրդի, լողափի, նրա արածների մասին։ Անահիտը քաղաքավարի պատասխանում էր, բայց առանց շատ մանրամասների մեջ մտնելու, ինչն էլ ավելի էր մեծացնում նրա հետաքրքրությունը։ Եվ հետո կար խանդը։ Արթուրը չէր կարողանում խուսափել դրանից։ Ամեն անգամ, երբ տեսնում էր Անահիտին խոսելիս գրասենյակի որևէ տղամարդ գործընկերոջ հետ, հատկապես Գոռի, նախագծերի ղեկավարի հետ, ով նրա տարիքին էր հայտնի էր իր խարիզմայով, Արթուրը զգում էր, թե ինչպես է այդ տհաճ զգացողությունն աճում իր կրծքում։ Նա բռնում էր իրեն զրույցներն ընդհատելիս թույլ պատրվակներով, վերջին պահին հրատապ ժողովներ նշանակելիս, պատճառներ գտնելիս Անահիտին զբաղված պահելու մյուսներից հեռու պահելու համար։ Անահիտը սկսեց նկատել այդ փոփոխությունները։ Սկզբում նա շփոթվեց։ Ինչու էր իր ղեկավարը միշտ այդքան ուղիղ նպատակասլաց, այդքան տարօրինակ պահում իրեն։ Անհարկի ժողովները, անձնական հարցերը, այն ձեթ, թե ինչպես էր նա այժմ նայում իրեն, ամեն ինչ այլ էր թվում։ Եվ հետո, մի օր, երբ իր սեղանին փաստաթղթեր էր դասավորում, Անահիտը մի բան նկատեց։ Նա ստուգեց իր հեռախոսը, տեսավ այն հաղորդագրությունը, որն ուղարկել էր շաբաթներ առաջ։ Սիրտը կանգ առավ։ Նա այդ լուսանկարը Նարինեին չէր ուղարկել։ Ուղարկել էր Արթուրին։ Արյունը խփեց Անահիտի երեսին։ Ինչպես կարող էր այդքան անուշադիր լինել։ Այդ լուսանկարը ինքը լողազգեստով, Տիգրանի հետ, անձնական հաղորդագրությունը, ամեն ինչ գնացել էր իր ղեկավարին։ Նա զգաց ամոթի, տարօրինակ կերպով, մի փոքր հետաքրքրության խառնուրդ։ Արդյոք դրա պատճառով էր Արթուրն այդքան տարբեր պահում իրեն։ Արդյոք նա լուսանկարը որևէ կոնկրետ ձով էր մեկնաբանել։ Անահիտը որոշեց ավելի ուշադիր լինել։ Հաջորդ շաբաթների ընթացքում նա սկսեց ուշադրություն դարձնել Արթուրի պահվածքի օրինաչափություններին։ Եվ որքան շատ էր դիտում, այնքան ավելի պարզ էր դառնում իրավիճակը։ Իր ղեկավարը, իր գործարար սառնությամբ հայտնի մարդը, խանդում էր։
Այս ճշմարտության գիտակցումը միաժամանակ զարմանալի հետաքրքրաշարժ էր։ Անահիտը երբեք Արթուրին չէր դիտարկել որպես ավելին, քան իր ղեկավար։ Նա միշտ հեռու էր, պրոֆեսիոնալ, անհասանելի։ Բայց այժմ, տեսնելով այդ խոցելիությունը, թաքնված կորպորատիվ դիմակի տակ, նա սկսեց նրան այլ աչքերով նայել։ Լինում էին պահեր, երբ նրանց հայացքները հանդիպում էին, Անահիտը մի տարբեր բան էր նկատում նրա շագանակագույն աչքերում։ Մի լարվածություն, որը նախկինում չկար։ Մի ուշադրություն, որը դուրս էր պրոֆեսիոնալի սահմաններից։ Եվ իր զարմանս, նա հայտնաբերեց, որ դա իրեն չի անհանգստացնում։ Իրականում, այդ իրավիճակում մի հուզիչ բան կար։ Ընկերության ամենահզոր մարդը, նա, ում բոլորը հարգում էին, իսկ ոմանք նույնիսկ վախենում, ամբողջովին ապակայունացել էր իր պատճառով։ Անահիտը, գրեթե աննկատ, սկսեց փորձարկել նրանց միջ աճող լարվածության սահմանները։ Առավոտյան իր հագուստն ավելի խնամքով էր ընտրում։ Ոչ մի չափազանցություն, միշտ պահպանելով պրոֆեսիոնալիզմը, բայց գուցե մի զգեստ, մի փոքր ավելի վառ երանգով, մի փոքր ավելի ժամանակակից կտրվածքով։ Փոխեց իր օծանելիքը մի ավելի տպավորիչ բույրով։ Թույլ էր տալիս, որ մազերն ավելի հաճախ արձակ լինեն, փոխանակ միշտ պաշտոնական կոկոնի մեջ հավաքված լինելու։ Արթուրի արձագանքները նուրբ էին, բայց նա սովորել էր ճանաչել դրանք։ Այն ձ, թե ինչպես էր նա մի վայրկյան ավել դադար տալիս, երբ ինքը մտնում էր սենյակ։ Այն ձ, թե ինչպես էին նրա աչքերը հետում իրեն, երբ ինքը շարժվում էր գրասենյակում։ Այն անգամները, երբ նա կորցնում էր մտքի թելը նախադասության կեսին, մի բան, որ երբեք տեղի չէր ունենում այն մանրախնդիր վերահսկող Արթուր Սարգսյանի հետ, որին բոլորը ճանաչում էին։ Գործընկերները նույնպես սկսեցին նկատել։ Միջանցքներում շշուկներն ավելացան։ Անահիտը գիտեր, որ ինքն ու Արթուրը գրասենյակի բամբասանքի թեման էին, բայց ոչ ոք չէր կարող որևէ կոնկրետ բան պնդել։ Ի վերջո, արտաքուստ ամեն ինչ պրոֆեսիոնալ էր մնում։ Ոչ մի բացահայտ բան տեղի չէր ունենում։ Միայն այն անտեսանելի էլեկտրական հոսանքը, որը կարծես կապում էր երկուսին, երբ նրանք նույն միջավայրում էին։ Մի օր, ամբողջ տնօրինության հետ ժողովի ժամանակ, գոռը մի կատակ արեց ընկերաբար ձեռքը դրեց Անահիտի ուսին, ծիծաղելով։ Դա բոլորովին անմեղ, պատահական ժեստ էր, բայց Անահիտը տեսավ, թե ինչպես կծկվեց Արթուրի ծնոտը։ Նրա աչքերը մի ակնթարթ մտնեցին, նախքան նա կվերականգներ իր հանգստությունը։ Հենց որ ժողովն ավարտվեց, Արթուրը կանչեց Անահիտին իր սենյակ, պատճառաբանելով, որ պետք է շտապ քննարկել եռամսյակային հաշվետվությունը։ Երբ նա մտավ, Արթուրը տեսանելիորեն լարված էր, ձեռքերը հենած սեղանին, մարմինը պինդ։ Անահիտը սպասեց, որ նա խոսի, բայց Արթուրն ընդամենը նայում էր նրան, կարծես ներքին պայքար էր մղում։ Վերջապես նա ասաց, որ պետք է որ նա ավելի շատ կենտրոնանա իր հետ ունեցած ուղղակի պարտականությունների վրա, ավելի քիչ գրասենյակի սոցիալական շփումների։ Նրա ձայնը զուսպ էր, բայց կար մի թաքնված լարվածություն, որն Անահիտն անմիջապես ճանաչեց։ Հենց այդ պահին նա որոշեց դիմակայել իրավիճակին։ Իմ սոցիալական շփումը խանգարում է իմ աշխատանքին, պարոն Սարգսյան, հարցրեց նա հանգիստ, օգտագործելով այն պաշտոնական տոնը, որը միշտ օգտագործում էր նրա հետ։ Արթուրը վարանեց, այդ վարանման մեջ Անահիտը տեսավ ողջ ճշմարտությունը։ Նա պայքարում էր ինչ-որ բանի դեմ, այդ ինչ-որ բանը կապված էր իր հետ։ Ոչ, վերջապես խոստովանեց նա, ձայնն ավելի ցածր։ Ձեր աշխատանքը շարունակում է անթերի լինել, Անահիտ։ Միշտ եղել է։ Հետո եղավ մի դադար, լի չասված իմաստներով։ Անահիտը մի քայլ արեց դեպի նրա սեղանը, կանաչ աչքերը հառած նրա շագանակագույն աչքերին։ Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, Արթուր։ Նա սովորաբար նրան անունով չէր դիմում, բայց իրավիճակում ինչ-որ բան պահանջում էր այդ մտերմությունը։ Արթուրը երկար նայեց նրան, Անահիտը տեսավ նրա դեմքին դրոշմված կոնֆլիկտը։ Նա սովոր էր վերահսկել իր կյանքի ամեն ինչ, այժմ հայտնվել էր մի իրավիճակում, որը բոլորովին դուրս էր իր վերահսկողությունից։ Խնդիր չկա, վերջապես ասաց նա, բայց երկուսն էլ գիտեին, որ դա սուտ է։ Անահիտը դուրս եկավ նրա սենյակից արագացած սրտխփոցով։ Այդ պահին ինչ-որ բան փոխվել էր։ Մի սահման գրեթե հատվել էր, մի լուր ընդունում, որ նրանց միջ պրոֆեսիոնալ հարաբերություններից բացի այլ բան կար։ Եվ այժմ օդում կախված հարցն այն էր, թե ինչ էին անելու այդ կապակցությամբ։ Հաջորդ շաբաթների ընթացքում լարվածությունը միայն աճեց։ Կարծես երկուսն էլ ինչ-որ բանի էին սպասում, թե ոչ մեկը հստակ չգիտեր, թե ինչի։ Արթուրն էլ ավելի ուշադիր դարձավ, էլ ավելի ներկա։
Անահիտը բռնեց իրեն նրա մասին մտածելիս աշխատանքային ժամերից դուրս, պատկերացնելով բաներ, որոնք չպետք է։ Իրավիճակը դառնում էր անտանելի, երկուսն էլ գիտեին, որ վաղ թե ուշ ինչ-որ բան պետք է տեղի ունենա։ Հարցն այն էր, թե երբ ինչպես այդ լարվածությունը վերջապես կպայթի։ Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքն այս պատմության մասին, թե ինչպես եք կարծում այն կավարտվի։ Շրջադարձային կետը տեղի ունեցավ հինգշաբթի երեկոյան, այն ճակատագրական լուսանկարից 3 ամիս անց։ Արարատ Շինյը գործնական ընթրիք էր կազմակերպել Երանի ամենաշխեղ ռեստորաններից մեկում, Սարյան փողոցում։ Դա կարևոր միջոցառում էր նախատեսված տպավորելու միջազգային ներդրողներին, որոնք հետաքրքրված էին ընկերության կողմից Մաշտոցի պողոտայի տարածքում նախատեսվող խոշոր նախագծով։ Արթուրը, որպես նախագահ, բնականաբար, գլխավոր հյուրընկալն էր։ Իսկ Անահիտը, որպես նրա վստահելի օգնական, պատասխանատու էր, որ ամեն ինչ անթերի ընթանա։ Ընտրված ռեստորանը էլեգանտ ու զուսպ էր, ժամանակակից դիզայնով, որը համադրում էր հայկական դիզայնի տարրերն ու եվրոպական մինիմալիստական շոյանքները։ Սեղանները դասավորված էին այնպես, որ ստեղծում էին փոքրիկ, մտերմիկ միջավայրեր կատարյալ գործնական զրույցների համար։ Լուսավորությունը մեղմ էր, ռազմավարականորեն տեղադրված, ստեղծելու հյուրընկալ մթնոլորտ, առանց չափազանց ռոմանտիկ լինելու։ Անահիտը շուտ էր եկել, ստուգելու վերջին մանրամասները, համոզվելու, որ պատվիրված հատուկ ճաշացանկը պատրաստ է, որ տեղերի դասավորությունը ճիշտ է։ Նա հագել էր էլեգանտ մուգ կապույտ զգեստ, որի կտրվածքն ընդգծում էր նրա կազմվածքը, առանց աչքի ընկնելու։ Դա պրոֆեսիոնալ էր, բայց անհերքելիորեն գեղեցիկ։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, մի քանի մազափունջ նրբորեն շրջանակում էր նրա դեմքը։ Մարգարտե համեստ վզնոցն ամբողջացնում էր կերպարը։ Անահիտը գիտեր, որ այդ երեկո ներկայացնելու է ընկերությունը, նրա արտաքինը պետք է արտացոլեր այն գերազանցությունը, որը Արարատ Շինյը ցանկանում էր փոխանցել։ Երբ Արթուրը ժամանեց, ինչպես միշտ ճշտապահ, նա մի պահ կանգ առավ, տեսնելով նրան։ Անահիտը մեջքով էր կանգնած իր անելիքների ցուցակում ինչ-որ բան ստուգելիս, երբ շրջվեց ու նրանց հայացքները հանդիպեցին, եղավ այն պահը, այն էլեկտրական կապը, որը սովորական էր դարձել նրանց միջ։ Արթուրն անթերի տեսք ուներ մուգ մոխրագույն կատարյալ կարված կոստյումով, սպիտակ վերնաշապիկով մուգ կապույտ փողկապով, որը հետաքրքիր կերպով համապատասխանում էր նրա զգեստին։ Նա բերանը բացեց, կարծես անձնական բան էր ասելու, բայց հետո հիշեց, թե որտեղ են, պարզապես պաշտոնապես ողջունեց, հարցնելով, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Ներդրողները ժամանեցին հաջորդ րոպեներին։ Նրանք 3 տղամարդ էին, 2 ճապոնացի, 1 ամերիկացի, իրենց կանանց ուղեկցությամբ։ Անահիտը նրանց ընդունեց իր պրոֆեսիոնալ սիրալիրությամբ, յուրաքանչյուրին ներկայացրեց Արթուրին բոլորին։ Ուղեկցեց գլխավոր սեղանի մոտ։ Ընթրիքը սկսվեց նման միջոցառումներին բնորոշ պաշտոնականություններով։ Քաղաքավարի զրույցներ հյուրերի ճանապարհորդության մասին, մեկնաբանություններ քաղաքի վերաբերյալ, քաղաքավարի հարցեր խոհարարական նախասիրությունների մասին։ Անահիտը զգուշորեն շրջում էր, համոզվելով, որ յուրաքանչյուր մանրուք կատարյալ է, որ բաժակները միշտ լի են, որ սպասարկումն անխափան է ընթանում։ Արթուրն իր տարերքի մեջ էր, ցուցադրելով, թե ինչու է այդքան հարգված գործարար աշխարհում։ Նա պարզ ու զուսպ մով բացատրում էր նոր նախագծի պլանները, ներկայացնում թվեր ու կանխատեսումներ այն մարդու վստահությամբ, ով խորապես գիտի նախագծի յուրաքանչյուր ասպեկտը։ Անահիտը նրան հեռվից հետում էր, հիանալով այդ գրագիտությամբ, այդ կարողությամբ իր ներկայությամբ ղեկավարել սենյակը։ Բայց երբեմն բացատրության կեսին նրա աչքերը փնտրում էին իրենը, կարծես լուր հաստատում, անտեսանելի աջակցություն փնտրելով։ Երեկոն լավ էր ընթանում, մինչ մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Գորը, նախագծերի ղեկավարը, ով նույնպես հրավիրված էր մասնակցելու տեխնիկական ներկայացմանը, սկսեց ավելի շատ շփվել Անահիտի հետ։ Նա փոքրիկ զվարճալի մեկնաբանություններ էր անում, շնորհակալություն հայտնում միջոցառման անթերի կազմակերպման համար, գովում, թե որքան լավ էր նա ընտրել ռեստորանը։ Գորը երկրորդ մտադրություն չուներ, դա պարզապես նրա բնականաբար ընկերասեր բնավորությունն էր, բայց Արթուրի համար, ով աճող անհանգստությամբ հետում էր յուրաքանչյուր շփման, դա անտանելի էր։ Անահիտը նկատեց Արթուրի կեցվածքի անմիջական փոփոխությունը։ Նրա ծնոտը լարվեց, ներդրողներին տված պատասխանները մի փոքր ավելի կարճ, ավելի ուղիղ դարձան։ Նա կարող էր զգալ նրանից բխող լարվածությունը նույնիսկ մետրեր հեռավորության վրա։ Եվ հետո, երբ Գորը թեքվեց նրա ականջին ինչ-որ բան շշնջալու, հավանաբար ներդրողներից մեկի մասին մեկնաբանություն, Արթուրը գրեթե ոտքի կանգնեց սեղանից։
Նա պատրվակեց, թե պետք է հրատապ զանգ կատարի, խնդրեց Անահիտին մի պահ ուղեկցել իրեն, իր մեքենայում որոշ փաստաթղթեր գտնելու համար։ Ներդրողները, տարված իրենց զրույցներով, հազիվ նկատեցին երկուսի հեռանալը։ Անահիտը հետեց Արթուրին մինչ ռեստորանի կայանատեղի, սիրտը ավելի արագ բաբախելով, իմանալով, որ ինչ-որ բան է տեղի ունենալու։ Կայանատեղին գրեթե դատարկ էր, լուսավորված միայն մի քանի ռազմավարականորեն տեղադրված լամպերով։ Արթուրը քայլեց մինչ իր մեքենան, բայց չբացեց այն։ Նա պարզապես կանգնած էր այնտեղ, ձեռքերը գրպաններում, չնչառությունը տեսանելիորեն փոխված։ Անահիտը դանդաղ մոտեցավ, սպասելով, որ նա խոսի։ Երբ նա վերջապես շրջվեց դեպի նրան, նրա աչքերում մի նոր բան կար։ Մի բան հում, ճշմարիտ, առանց կորպորատիվ միջավայրի սովորական դիմակների։ Ես այլս չեմ կարողանում դիմանալ, ասաց նա, ձայնը ցածր, բայց լարված։ Տեսնել քեզ նրա հետ, նրանցից որը մեկի հետ։ Իմանալ, որ իրավունք չունեմ անհանգստանալու, բայց մինույն է անհանգստանում եմ։ Անահիտը քարացավ, նրա խոսքերն արձագանքում էին իր մտքում։ Դա առաջին անգամն էր, որ Արթուրը, թեկուզ անուղղակիորեն, խոստովանում էր, թե ինչ է զգում։ Արթուր, սկսեց նա, բայց նա ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Գիտեմ, շարունակեց նա։ Գիտեմ, որ սա բոլորովին անպատշաճ է։ Դու իմ աշխատակիցն ես։ Կա հիերարխիա, կան կանոններ, կան հետանքներ։ Ես վերջին 3 ամիսները փորձել եմ անտեսել, փորձել եմ ռացիոնալացնել, փորձել եմ վերադառնալ նրան, ինչ ես էի նախկինում։ Բայց ես չեմ կարողանում։ Նա ձեռքը տարավ մազերի միջով, խոցելիության հազվադեպ ժեստ նրա կողմից։ Այդ լուսանկարը, Անահիտ։ Երբ դու ուղարկեցիր այդ լուսանկարը, ինչ-որ բան փոխվեց։ Կամ գուցե արդեն փոխվում էր, ես չափազանց կույր էի նկատելու համար։ Բայց տեսնել քեզ այդպես, այդքան երջանիկ, այդքան ազատ, այն տղամարդու հետ, նա դադար տվեց, կարծես հիշողությունը դեռ անհանգստացնում էր նրան։ Ո՞վ է նա։ Անահիտը զգաց զգացմունքների խառնուրդ թեթացում, որ վերջապես բացահայտ խոսում են, լարվածություն պահի ինտենսիվությունից, մի փոքր զվարճանք ամբողջ իրավիճակից։ Նա իմ եղբայրն է, ասաց նա մեղմորեն։ Իմ երկվորյակ եղբայրը, Տիգրանը։ Լուսանկարը սխալմունք էր։ Ես ուզում էի ուղարկել իմ լավագույն ընկերուհուն, բայց վերջում ուղարկեցի քեզ։ Արթուրը նայեց նրան, մշակելով տեղեկությունը։ Մի պահ նա ոչինչ չասաց։ Հետո այնքան խորը թեթացման արտահայտություն անցավ նրա դեմքով, որ Անահիտը քիչ մնաց ծիծաղեր։ Եղբայրդ, կրկնեց նա, կարծես հաստատելու կարիք ուներ։ Այո, պատասխանեց նա։ Եղբայրս։ Ես սխալը նկատեցի մի քանի օր անց, բայց որոշեցի չհիշատակել, որովհետև մտածեցի, որ դա ավելի անհարմար կլինի, քան պարզապես թողնել անցնի։ Արթուրը կարճ, գրեթե անհավատ ծիծաղ արձակեց։ 3 ամիս, ասաց նա։ 3 ամիս սցենարներ պատկերացնելով, ինձ տանջելով, ինձ ամենամեծ հիմարը զգալով, որ խանդում եմ մի բանի, որը նույնիսկ չգիտեի, գոյություն ունի, թե։ Ոչ։ Անահիտը մի քայլ արեց դեպի նրան։ Իսկ գոյություն ունի, հարցրեց նա, ձայնը մեղմ, բայց ուղիղ։ Այն, ինչ դու զգում ես, գոյություն ունի։ Հարցը կախվեց նրանց միջ օդում։ Արթուրը նայեց նրան, այդ պահին բոլոր պատնեշները, որոնք նա կառուցել էր տարիների ընթացքում, կարծես փլուզվեցին։ Այո, խոստովանեց նա։ Գոյություն ունի։ Եվ ես չգիտեմ, ինչ անել դրա հետ։ Անահիտը զգաց, որ սիրտը արագանում է։ Ինքն էլ չգիտեր, ինչ անել։ Այնքան բարդություններ կային, այնքան ռիսկեր, այնքան պատճառներ, թե ինչու դա վատ գաղափար էր։ Բայց նայելով Արթուրին այդ պահին, տեսնելով նրա աչքերի խոցելիությունը, զգալով նրանց միջ գոյություն ունեցող լարվածությունը, այդ պատճառներից ոչ մեկը կարևոր չէր թվում։ Ես էլ եմ զգում, վերջապես խոստովանեց նա։ Չգիտեմ, երբ է սկսվել։ Գուցե միշտ եղել է, ես չեմ նկատել։ Բայց այն լուսանկարից հետո տեսնելով, թե ինչպես ես դու փոխվել, ինչպես ես հիմա նայում ինձ, ես այլս չեմ կարող ծածնել, թե դա միայն պրոֆեսիոնալ է։ Հաջորդած լռությունը լի էր հնարավորություններով։ Նրանք այնտեղ էին, մենակ կայանատեղիում, խոստովանելով զգացմունքներ, որոնք գիտեին, որ բարդ են, նույնիսկ վտանգավոր։ Արթուրը մի քայլ արեց դեպի նրան, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Անահիտը կարող էր զգալ նրանից բխող ջերմությունը, կարող էր տեսնել նրա շագանակագույն աչքերի փոքրիկ ոսկեգույն մասնիկները կայանատեղիի թույլ լույսի տակ։
Սա կարող է ամեն ինչ ոչնչացնել, ասաց նա, բայց նրա ձայնն այլևս նախկին ամրությունը չուներ։ Քո աշխատանքը, իմ հեղինակությունը, ընկերությունը։ Անահիտը գլխով արեց։ Գիտեմ։ Եվ այնուամենայնիվ, մրմնջաց Արթուրը, ես չեմ կարողանում հեռու մնալ քեզանից։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ուրեմն մի մնա, ասաց նա։ Դա այն ամենն էր, ինչ Արթուրին պետք էր լսել։ Նա փակեց նրանց միջ հեռավորությունը, համբուրեց նրան։ Դա ինտենսիվ համբույր էր, լի 3 ամսվա կուտակված լարվածությամբ, ճնշված զգացմունքներով, մերժված ցանկություններով։ Անահիտը պատասխանեց նույն ինտենսիվությամբ, նրա ձեռքերը գտան նրա ուսերը, նրան ավելի մոտ քաշելով։ Դա սխալ էր, ռիսկային էր, բայց այդ պահին ուրիշ ոչինչ կարևոր չէր։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Անահիտը ճակատը հենեց։ Նրանը երկուսն էլ փորձում էին մշակել այն, ինչ տեղի էր ունեցել։ Պետք է վերադառնանք, ասաց նա ցածրաձայն։ Ներդրողները կտարօրինակեն։ Արթուրը համաձայնեց, բայց անմիջապես չշարժվեց։ Նա նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ, խորը նայելով նրա աչքերին։ Սա ամեն ինչ փոխում է, ասաց նա։ Անահիտը գլխով արեց։ Գիտեմ։ Նրանք վերադարձան ռեստորան առանձին, մի քանի րոպե ընդմիջումով։ Անահիտը նախ անցավ լոգարան, ստուգելով, թե արդյոք իր արտաքինը չի մատնում տեղի ունեցածը։ Շուրթերը մի փոքր ուռած էին, այտերը կարմրած, բայց կարողացավ իրեն կարգի բերել։ Երբ վերադարձավ սեղան, ներդրողները տարված էին աղանդերով, իսկ գոռը ներկայացնում էր նախագծի որոշ տեխնիկական մանրամասներ։ Արթուրը ժամանեց մի քանի րոպե անց, վերսկսելով իր հյուրընկալի դերը, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Բայց ինչ-որ բան անդառնալիորեն փոխվել էր։ Երեկոյի մնացած մասի ընթացքում Անահիտն ու Արթուրը կիսում էին իմաստալից հայացքներ։ Փոքրիկ գաղտնի ժպիտներ, նուրբ ժեստեր, որոնք միայն իրենք էին հասկանում։ Երբ երեկոն վերջապես ավարտվեց, ներդրողները գոհ հեռացան, խոստանալով վերադառնալ նոր հանդիպումների համար, Անահիտն ու Արթուրը մենակ մնացին գրեթե դատարկ ռեստորանում։ Նրանք շատ չխոսեցին։ Կարիք չկար։ Արթուրն առաջարկեց նրան տուն հասցնել, Անահիտն ընդունեց։ Մինչ Կոմիտասի պողոտայում գտնվող նրա բնակարան հասնելը, նրանք խոսում էին մանր-մունր բաներից, բայց նրանց ձեռքերը միահյուսված էին մեքենայի փոխանցման տուփի վրա, մի պարզ ժեստ, որը հսկայական կշիռ ուներ։ Երբ հասան նրա շենքի մոտ, Արթուրն անջատեց շարժիչը, բայց ոչ մեկը մեքենայից դուրս գալու փորձ չարեց։ Չգիտեմ, ինչպես ենք սա ստացվելու, վերջապես ասաց նա։ Անահիտը շրջվեց նրան նայելու։ Ես էլ։ Բայց ուզում եմ փորձել։ Արթուրը գլխով արեց։ Ես էլ։ Բայց պետք է զգույշ լինենք։ Եթե ինչ-որ մեկը իմանա ճիշտ ժամանակից շուտ, գիտեմ, ընդհատեց Անահիտը։ 4 տարի է միասին ենք աշխատում, Արթուր։ Գիտեմ, թե որքան բարդ կարող է լինել սա։ Նա սեղմեց նրա ձեռքը։ Չեմ ուզում, որ դու իմ պատճառով տուժես։ Անահիտը ժպտաց։ Ես հասուն մարդ եմ։ Գիտեմ, ինչի մեջ եմ մտնում։ Իսկ դու, հարցրեց նա, կդիմակայես տնօրենների խորհրդին, եթե պետք լինի։ Արթուրը ցածրաձայն ծիծաղեց։ Կարծում եմ, կյանքումս առաջին անգամ պատրաստ եմ ամեն ինչով ռիսկի դիմել մի բանի համար, որն աշխատանք չէ։ Անահիտը թեքվեց նրբորեն համբուրեց նրան։ Ուրեմն եկ անենք դա։ Զգուշությամբ, բայց եկ անենք։ Հաջորդած օրերը հուզմունքի զգուշության խառնուրդ էին։ Գրասենյակում Անահիտն ու Արթուրը պահպանում էին նույն պրոֆեսիոնալ դինամիկան, ինչ միշտ, բայց յուրաքանչյուր շփման մեջ մտերմության նոր շերտ կար։ Փաստաթղթեր փոխանցելիս ձեռքերի զուսպ հպում, երկարատ հայացքներ, երբ ոչ ոք չէր նայում, անձնական տեքստային հաղորդագրություններ, ուղարկված իրենց անձնական հեռախոսներից օրվա ընթացքում։ Նրանք սկսեցին հանդիպել գրասենյակից դուրս։ Զուսպ ընթրիքներ հեռավոր ռեստորաններում, որտեղ քիչ հավանական էր հանդիպել աշխատակիցների։ Զբոսանքներ այգիներում հանգստյան օրերին։ Մի անգամ Արթուրն Անահիտին տարավ Ծաղկաձորում գտնվող իր ամառանոցը, որտեղ նրանք մի ամբողջ հանգստյան օր անցկացրին պարզապես լինելով իրենք, առանց կորպորատիվ դիմակների, առանց սպասումների բեռի։ Հենց այդ հանգստյան օրերի ընթացքում նրանք իսկապես ճանաչեցին միմյանց։ Անահիտը բացահայտեց, որ Արթուրը իր ողջ պրոֆեսիոնալ սառնության հետում իրականում խորապես միայնակ մարդ էր, ով աշխատանքն օգտագործել էր որպես ապաստան, սեփական զգացմունքների հետ գործ չունենալու համար։
Նա պատմեց իր հոր մասին, նույնպես գործարար, ով մահացել էր, երբ Արթուրը ընդամենը 20 տարեկան էր, նրան թողնելով ոչ միայն կառավարելու կայսրություն, այլ ընտանեկան ժառանգությանը միշտ արժանի լինելու ճնշումը։ Պատմեց Սոնայի իր նախկին հարսնացուի մասին, թե ինչպես էր այդ հարաբերությունների ավարտը համոզել նրան, որ ինքը ունակ չէ հավասարակշռել անձնական պրոֆեսիոնալ կյանքը։ Արթուրն իր հերթին բացահայտեց, որ Անահիտը շատ ավելին էր, քան այն գրագետ օգնականը, որին նա տեսնում էր ամեն օր։ Նա տարված էր գրականությամբ, հատկապես հայ պոեզիայով։ Սիրում էր խոհարարություն անել, մի բան, որն անում էր հանգստյան օրերին հանգստանալու համար։ Չափազանց մոտ հարաբերություններ ուներ Տիգրանի, իր երկվորյակ եղբոր, իր մոր, տիկին Լուսինեի հետ, ով ապրում էր Գյումրիում, աշխատում էր որպես թոշակառու ուսուցչուհի։ Անահիտը նա բացահայտեց, որ սկսել էր աշխատել որպես գործադիր օգնական ոչ թե հավակնությունների բացակայության պատճառով, այլ որովհետև պետք էր ֆինանսապես օգնել իր ընտանիքին այն բանից հետո, երբ իր հայրը մահացել էր, երբ ինքն ու Տիգրանը համալսարանում էին։ Նրա երազանքը միշտ եղել է կառավարման ոլորտում ասպիրանտուրա անցնելը, գուցե նույնիսկ մի օր սեփական բիզնեսը բացելը։ Այս բացահայտումները նրանց էլ ավելի մտերմացրին։ Դա միայն ֆիզիկական գրավչություն չէր, թե դա, անշուշտ, գոյություն ուներ։ Դա անկեղծ կապ էր, փոխադարձ ըմբռնում, որը գալիս էր խորը տեղերից։ Նրանք միասին ծիծաղում էին, կիսում հարմարավետ լռություններ, կրքոտ բանավիճում էին գաղափարների շուրջ։ Անահիտը բացահայտեց, որ սիրում է Արթուրի չոր հումորի զգացումը, որը հազվադեպ էր դրսևորվում կորպորատիվ միջավայրում։ Արթուրը հիանում էր, թե ինչպես էր Անահիտը տեսնում աշխարհը, միշտ գեղեցկություն հնարավորություններ գտնելով այնտեղ, որտեղ ինքը տեսնում էր միայն թվեր ռազմավարություններ։ Բայց այդ հարաբերությունը գաղտնի պահելը հեշտ չէր։ Գրասենյակում նրանք պետք է չափազանց զգույշ լինեին։ Յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր պահ պետք է բացարձակապես պրոֆեսիոնալ թվար։ Այդ կեղծիքը պահպանելու սթրեսը սկսեց ծանրանալ երկուսի վրա էլ։ Անահիտը բռնում էր իրեն հեռու մնալու անհրաժեշտության մեջ, երբ այն ամենը, ինչ ուզում էր, նրա մոտ լինելն էր։ Արթուրը պետք է ճնշեր նրան պաշտպանելու մղումը, երբ այլ գործընկերներ քննադատական մեկնաբանություններ էին անում կամ երբ նրա աշխատանքային բեռն ավելանում էր։ Եվ հետո կար խանդը, որը լիովին չէր անհետացել։ Արթուրը դեռ անհանգստանում էր, երբ տեսնում էր Գորին կամ որևէ այլ գործընկերոջ չափազանց մոտ Անահիտին, թե այժմ գիտեր, որ դրա համար պատճառ չուներ։ Անահիտն իր հերթին սկսեց խանդի նոպաներ զգալ, երբ տեսնում էր Արթուրին շփվելիս Սոնայի իր նախկին հարսնացուի հետ, ով աշխատում էր գործընկեր ընկերությունում, երբեմն հայտնվում էր ժողովների համար։ Իրավիճակը բարդ էր, լի զգացմունքային թակարդներով։ Մի օր, տնօրենների խորհրդի ժողովի ժամանակ, Անահիտը պետք է ներկայացներ մի կարևոր հաշվետվություն։ Դա առաջին անգամն էր, որ նա այդպիսի պատասխանատվություն էր ստանձնում ընկերության բոլոր բարձրաստիճան ղեկավարների առջ։ Նա նյարդայնանում էր, բայց պատրաստ էր։ Արթուրն օգնել էր նրան մի քանի անգամ վերանայել ներկայացումը, բայց այժմ ժողովների սենյակում նա պետք է պահպաներ նույն քննադատական կեցվածքը, որը կունենար ցանկացած աշխատակցի նկատմամբ։ Անահիտը սկսեց իր ներկայացումը, ձայնը ամուր, չնայած նյարդերին։ Նա լավ էր անում, պարզորոշ ներկայացնում էր բարդ տվյալներ, վստահությամբ պատասխանում հարցերին։ Բայց հետո տնօրեններից մեկը, ով հայտնի էր իր առանձնահատուկ դժվար բնավորությամբ, սկսեց ավելի ու ավելի ագրեսիվ հարցեր տալ, կասկածի տակ դնելով ոչ միայն թվերը, այլ նրա այդ հաշվետվությունը ներկայացնելու իրավասությունը։ Արթուրը լուր հետում էր ամեն ինչին, մատները զգուշորեն թմբկահարում էին սեղանին, նրա աճող լարվածության միակ տեսանելի նշանը։ Նա ուզում էր միջամտել, պաշտպանել Անահիտին, այդ ամբարտավան տնօրենին իր տեղը դնել։ Բայց դա անելը կբացահայտեր, որ նրա նկատմամբ իր վերաբերմունքում մի տարբեր բան կար։ Նա պետք է վստահեր, որ նա կարող է ինքնուրույն պաշտպանվել։ Եվ նա արեց դա։ Անահիտը պահպանեց հանգստությունը, յուրաքանչյուր հարցին պատասխանեց կոնկրետ տվյալներով, որոշ քննադատություններ վերածեց հնարավորությունների, ցույց տալու իր թեմայի տիրապետումն էլ ավելի։ Երբ ներկայացումն ավարտվեց, տնօրենների աչքերում նոր հարգանք կար։ Նա ապացուցել էր իր արժեքը սեփական արժանինքներով։ Ժողովից հետո, երբ բոլորը դուրս էին եկել, Արթուրը հետ կանչեց Անահիտին սենյակ։ Դուռը փակվեց նրա հետից, մի պահ նրանք պարզապես նայեցին միմյանց։ Հետո Արթուրը ժպտաց, անկեղծ հպարտ ժպիտով։ Դու հիանալի էիր, ասաց նա։ Անահիտը զգաց թեթացման ուրախության ալիք։ Շնորհակալ եմ։ Ինձ այս հնարավորությունը տալու համար։ Ինձ հավատալու համար։
Արթուրը մոտեցավ, դեռ պահպանելով հարգալից հեռավորություն, եթե ինչ-որ մեկը մտներ, բայց նրա աչքերն ամեն ինչ ասում էին. «Ես միշտ հավատացել եմ քեզ, Անահիտ»։ Միշտ։ Այդ պահը ինչ-որ բան ամրապնդեց նրանց միջ։ Դա միայն գրավչություն չէր, ոչ էլ պարզապես անցողիկ սիրավեպ։ Կար փոխադարձ հարգանք, հիացմունք, մի գործընկերություն, որը դուրս էր ռոմանտիկի սահմաններից։ Նրանք լավ էին միասին, պրոֆեսիոնալ, անձնական առումով։ Եվ այս գիտակցումը նրանց էլ ավելի վճռական դարձրեց, ստիպելու դրան աշխատել, չնայած բոլոր խոչընդոտներին։ Բայց տիեզերքը, ինչպես միշտ, իր սեփական պլաններն ուներ։ Եվ այն հարաբերական հանգստությունը, որը նրանք գտել էին, շուտով պետք է ամբողջովին խախտվեր մի իրադարձությամբ, որը նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ Արարատ Շին-ի ամանորյա կորպորատիվ երեկույթը միշտ մեծ իրադարձություն էր։ Այն անցկացվում էր Երանի լավագույն հյուրանոցներից մեկում Մաշտոցի պողոտայի մոտ, տոնակատարությունը ոչ միայն նշանավորում էր ֆինանսական տարվա ավարտը, այլ հնարավորություն էր ընկերության համար ցուցադրելու իր հաջողությունները գնահատելու իր աշխատակիցներին։ Այդ տարին հատկապես լավ էր եղել ընկերության համար։ Մի քանի կարևոր նախագծեր ավարտվել էին, նոր միլիոնավոր դրամների պայմանագրեր էին ստորագրվել, Արարատ Շինն ամրապնդել էր իր դիրքերը որպես Երանի անշարժ գույքի ոլորտի առաջատարներից մեկը։ Անահիտն այդ երեկո հատկապես անհանգիստ էր։ Դա առաջին անգամն էր, որ ինքն ու Արթուրը լինելու էին ընկերության նույն սոցիալական միջոցառմանը այն պահից, երբ սկսել էին իրենց գաղտնի հարաբերությունները 4 ամիս առաջ։ Նրանք երկար քննարկել էին, թե ինչպես են իրենց պահելու։ Պահպանելու էին համապատասխան հեռավորություն, խուսափելու էին չափազանց անձնական թվացող շփումներից, խառնվելու էին տարբեր գործընկերների խմբերի։ Կարևոր էր, որ ոչ ոք ոչինչ չկասկածեր։ Նա ընտրել էր զմրուխտե կանաչ գույնի երկար զգեստ, էլեգանտ նրբաճաշակ, որն ընդգծում էր նրա աչքերի գույնը։ Լանջաբացվածքը զուսպ էր, կիսաշրջազգեստը նրբագեղորեն ծածանվում էր նրա շարժումներից։ Մազերն արձակված էին փափուկ ալիքներով, բնական դիմահարդարումն ամբողջացնում էր կերպարը։ Անահիտը գիտեր, որ գեղեցիկ է, բայց ոչ չափազանց աչքի ընկնող։ Կատարյալ առիթի համար։ Երբ նա հասավ հյուրանոցի տոնական սրահ, տոնակատարությունն արդեն սկսվել էր։ Միջավայրը գեղեցիկ զարդարված էր ոսկեգույն լույսերով, ծաղկային բարդ կոմպոզիցիաներով, էլեգանտ դրված սեղաններով։ Կար կենդանի երաժշտություն, բաց բար բազմազան նրբաճաշակ ուտեստներ։ Աշխատակիցները շրջում էին փոքր խմբերով, ծիծաղում, զրուցում, տոնում հաջող տարին։ Անահիտը ողջունեց մի քանի գործընկերների, վերցրեց մի բաժակ շամպայն, փորձեց հանգստանալ։ Արթուրը ժամանեց մոտ 20 րոպե անց։ Որպես ընկերության նախագահ, նա չէր կարող բացակայել, բայց Անահիտը նկատեց, որ նա նույնպես մի փոքր լարված էր թվում։ Նա հագել էր անթերի սմոքինգ, մուգ մազերը կատարյալ սանրված էին հետ։ Նա ապշեցուցիչ գեղեցիկ էր, Անահիտը պետք է հիշեցներ իրեն, որ երկար չնայի նրան։ Արթուրը շրջեց երեկույթով, ողջունելով աշխատակիցներին, զրուցելով տնօրենների հետ, կատարելով հյուրընկալի դերը։ Երբեմն նրա աչքերը հանդիպում էին Անահիտի աչքերին սրահի մյուս ծայրից, նրանք փոխանակում էին փոքրիկ, զուսպ ժպիտներ։ Երեկոն լավ էր ընթանում, մինչ անխուսափելին տեղի ունեցավ։ Գոռը, նախագծերի ղեկավարը, մոտեցավ Անահիտին, ձեռքերում 2 բաժակ շամպայն։ Մտածեցի, գուցե լիցքավորման կարիք ունենաս, ասաց նա, ընկերաբար ժպտալով։ Անահիտն ընդունեց, շնորհակալություն հայտնելով։ Նրանք սկսեցին խոսել տարվա նախագծերի, մոտալուտ արձակուրդների պլանների մասին։ Դա բոլորովին անմեղ զրույց էր, բայց Անահիտը նկատեց, որ սրահի մյուս ծայրում Արթուրը լարված արտահայտությամբ հետում է շփմանը։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Արթուրն արդեն իր 3-րդ բաժակ վիսկին էր խմում, ինչը անսովոր էր նրա համար, ով հազվադեպ էր խմում ավելին, քան մի բաժակ գինի ընթրիքին։ Դիմակ պահելու Անահիտին այդքան մոտ, բայց այդքան հեռու տեսնելու, ձացնելու, թե նա ընդամենս մեկ աշխատակից է, ճնշումն իր գինն էր պահանջում։ Եվ ալկոհոլը թուլացնում էր նրա խնամքով կառուցված պաշտպանական մեխանիզմները։ Երբ Գոռը պատահականորեն ձեռքը դրեց Անահիտի թին, ծիծաղելով նրա ասած ինչ-որ բանից, Արթուրի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Նա վճռական քայլերով անցավ սրահը, ծնոտը գծկված, աչքերը հառած երկուսին։ Անահիտը տեսավ նրա մոտենալը, սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա ճանաչեց այդ արտահայտությունը, այն խանդը, որը նա այդքան պայքարում էր վերահսկելու համար։ Ոչ, մտածեց նա, ոչ այստեղ, ոչ հիմա։ Բայց արդեն ուշ էր։
Արթուրը հասավ նրանց մոտ մի ձայնով, որը փորձում էր պատահական հնչել, բայց որի լարվածությունը շրջապատի բոլորը նկատեցին, հարցրեց, թե կարող է մի պահ գողանալ Անահիտին։ Գոռը, չհասկանալով իրավիճակը, քաղաքավարի համաձայնեց հեռացավ։ Անահիտը նայեց Արթուրին, տեսնելով իրավիճակի վտանգը։ Նրանք պետք է զգույշ լինեին։ Արթուր, շնջաց նա, ոչ այստեղ։ Բայց Արթուրը բանականությունից դուրս էր։ Ես այլս չեմ կարողանում դիմանալ, ասաց նա, ձայնը ցածր, բայց լարված։ Տեսնել քեզ նրա հետ, նրանցից որե մեկի հետ։ Ծածնել, թե դու ինձ համար ոչինչ չես նշանակում։ Անահիտը նյարդայնացած շուրջը նայեց։ Որոշ մարդիկ արդեն սկսում էին նկատել շփումը, դրա ինտենսիվությունը։ Եկ դուրս գանք այստեղից, խնդրեց նա։ Կարող ենք ուրիշ տեղ խոսել։ Արթուրը համաձայնեց, երկուսը շարժվեցին դեպի հյուրանոցի մասնավոր պատշգամբներից մեկը, որտեղից բացվում էր լուսավորված քաղաքի հիասքանչ տեսարան։ Դեկտեմբերյան գիշերվա սառը օդը մի փոքր օգնեց պարզեցնել Արթուրի միտքը, բայց վնասն արդեն սկսում էր հասցվել։ Սրահի ներսում շշուկները սկսվել էին։ Ինչու էր նախագահն այդպես դուրս եկել Անահիտի հետ։ Նրանց միջ ինչ-որ բան կար։ Պատշգամբում Անահիտը փորձեց հանգստացնել Արթուրին։ Դու պետք է քեզ վերահսկես, ասաց նա վճռականորեն։ Գիտեմ, որ դժվար է, ինձ համար էլ է դժվար։ Բայց եթե ինչ-որ մեկը կասկածի, այն ամենը, ինչ մենք կառուցել ենք, կարող է փլուզվել։ Արթուրը ձեռքը տարավ դեմքին, գիտակցելով, թե ինչ է արել։ Ներիր, ասաց նա։ Ես շատ էի խմել, տեսա քեզ նրա հետ ես պարզապես, բացատրելու կարիք չկա, ընդհատեց Անահիտը։ Ես հասկանում եմ։ Բայց մենք պետք է վերադառնանք այնտեղ ծածնենք, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Կարող ենք դա անել։ Արթուրը գլխով արեց, փորձելով վերականգնել հանգստությունը։ Նրանք վերադարձան սրահ առանձին, Անահիտը առաջինը, Արթուրը մի քանի րոպե անց։ Բայց վնասն արդեն հասցվել էր։ Մարդիկ նկատել էին, կորպորատիվ միջավայրում բամբասանքները արագ էին տարածվում։ Սոնան, Արթուրի նախկին հարսնացուն, ով ներկա էր որպես գործընկեր տնօրեններից մեկի հյուր, ամեն ինչ դիտել էր հատուկ հետաքրքրությամբ։ Նա Արթուրին բավական լավ էր ճանաչում, որպեսզի խանդը ճանաչեր, երբ տեսնում էր, այն ձդ, թե ինչպես էր նա արձագանքել Անահիտին գոռի հետ, կասկածի տեղ չէր թողնում։ Այնտեղ ինչ-որ բան տեղի էր ունենում։ Սոնան վատ մարդ չէր, բայց նրա մի մասը դեռ վիրավորված էր, թե ինչպես էին իրենց հարաբերություններն ավարտվել։ Եվ տեսնել, որ նա, ըստ ելույթին, նոր մեկին է գտել, երբ երբեք չէր կարողացել լիովին բացվել իր հետ, արթնացրեց հետաքրքրության վիրավորանքի խառնուրդ։ Երեկույթը շարունակվեց, բայց այժմ օդում լարվածություն կար։ Անահիտը փորձեց խառնվել տարբեր խմբերի, նորմալ զրույցներ պահպանել, բայց կարող էր զգալ զուսպ հայացքները, շուկները։ Արթուրը, գիտակցելով, թե ինչ է պատճառել, փորձեց փոխհատուցել, լինելով էլ ավելի պրոֆեսիոնալ, ավելի հեռու Անահիտի հետ, քան սովորաբար կլիներ։ Բայց պահվածքի այս հանկարծակի փոփոխությունը միայն ավելի շատ կասկածներ առաջացրեց։ Երբ վերջապես հասավ ամանորյա ավանդական ելույթների ժամանակը, Արթուրը բարձրացավ սրահում տեղադրված փոքրիկ բեմ։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին քրտնաջան աշխատանքի համար, ընդգծեց տարվա հաջողությունները, անուններով նշեց որոշ աշխատակիցների, իրենց բացառիկ ներդրումների համար։ Անահիտը նշվածների թվում էր, օրինակելի աշխատանքի նվիրվածության համար։ Դա արժանի էր, ոչ ոք չէր կարող դա ժխտել, բայց այժմ այդ ճանաչումը նոր կշիռ ուներ։ Հետո, գուցե ալկոհոլի, կուտակված զգացմունքների գաղտնիքներ պահելու հոգնածության համադրության պատճառով, Արթուրն արեց մի բան, որը բոլորովին սցենարից դուրս էր։ Նա ամբոխի միջով ուղիղ նայեց Անահիտին ասաց. Բայց կա մի մարդ, ում այսօր պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ։ Մեկը, ով ոչ միայն օգնել է ինձ պրոֆեսիոնալ առումով, այլ ցույց է տվել, որ իմ կյանքում դեռ տեղ կա աշխատանքից բացի այլ բաների համար։ Սրահը լիովին լռեց։ Բոլորը նայում էին Արթուրին, փորձելով հասկանալ, թե ուր է նա տանում։ Անահիտը զգաց, որ սիրտը կանգ է առնում։ Ոչ, մտածեց նա դա չի անի։ Բայց Արթուրը շարունակեց. Անահիտ, դու փոխել ես ոչ միայն իմ աշխատանքային առօրյան, այլ իմ կյանքը։ Եվ ես այլս չեմ կարող ծածնել, թե այն, ինչ զգում եմ քո նկատմամբ, միայն պրոֆեսիոնալ հիացմունք է։ Շշուկների պայթյունն անմիջական էր։ Անահիտը քարացավ, դեմքը փոխվում էր ամոթից կարմիրի շոկից գունատի միջ։ Արթուրը, ուշ գիտակցելով, թե ինչ է արել, փորձեց մեղմել.
Նա ինչ-որ բան ասաց հարգանքի հիացմունքի մասին, այն մասին, թե որքան կարող են անկեղծ մարդկային կապերը։ Բայց արդեն ուշ էր։ Բացահայտումն արվել էր, հետդարձի ճանապարհ չկար։ Երեկույթի մնացած մասը մշուշի մեջ էր։ Որոշ մարդիկ մոտեցան Անահիտին վատ թաքցրած հետաքրքրությամբ, մյուսները հեռացան, կարծես նա վարակիչ հիվանդություն ունենար։ Գոռը, վերջապես հասկանալով, թե ինչու էր Արթուրն այդպես արձագանքել ավելի վաղ, տեսանելիորեն անհարմար էր զգում։ Տնօրենները անհանգիստ հայացքներ էին փոխանակում, արդեն պատկերացնելով այդ իրավիճակի վարչական հետանքները։ Անահիտը հեռացավ երեկույթից հենց որ կարողացավ, առանց որևէ մեկին հրաժեշտ տալու, տաքսիով ուղիղ տուն գնալով։ Նա զայրացած էր, վախեցած, շփոթված։ Ինչպես կարող էր Արթուրն այդպես վարվել։ Ինչպես կարող էր երկուսին էլ այդպես մերկացնել։ Ամբողջ ճանապարհին նրա հեռախոսը չէր դադարում թրթռալ նրա հաղորդագրություններից, որոնք ներողություն էին խնդրում, ասում, որ պետք է խոսի իր հետ։ Նա անտեսեց բոլորը։ Երբ վերջապես տուն հասավ, Անահիտը թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Դրանք միայն զայրույթի կամ վախի արցունքներ չէին, այլ ամբողջ իրավիճակից առաջացած հիասթափության։ Նա սիրում էր Արթուրին, դա գիտեր։ Բայց արդյոք սերը բավարար էր դիմակայելու այն ամենին, ինչ հիմա գալու էր։ Բամբասանքները, դատապարտումները, հնարավոր պրոֆեսիոնալ հետանքները։ Նա այդքան քրտնաջան աշխատել էր իր հեղինակությունը կառուցելու համար, այժմ ամեն ինչ վտանգված էր մի պահվան իմպուլսիվության պատճառով։ Արթուրը հասավ նրա բնակարան մոտ 1 ժամ անց։ Նա հաղորդագրություն էր ուղարկել, զգուշացնելով, որ գալիս է, այս անգամ Անահիտը նրան չխանգարեց։ Երբ նա բացեց դուռը, Արթուրը քայքայված տեսք ուներ։ Աչքերը կարմրած, սմոքինգը ջմրթված, մազերը խառնված, անընդհատ ձեռքերը դրանց միջով տանելուց։ Անահիտ, սկսեց նա, բայց նա ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Ներս արի, ասաց նա պարզապես։ Նրանք նստեցին հյուրասենյակում, նրանց միջ ծանր լռություն։ Վերջապես, Անահիտը խոսեց. Ինչպես կարող էիր այդպես վարվել, Արթուր։ Ոչ միայն ինձ համար, այլ քեզ համար։ Ընկերության համար։ Դու չմտածեցիր հետանքների մասին։ Արթուրը գլուխը թափահարեց, մեղքի զգացումը ակնհայտ էր նրա դեմքին։ Ես հարբած էի, դա արդարացում չէ, գիտեմ։ Բայց տեսնել քեզ այնտեղ, այդքան մոտ, բայց այդքան հեռու։ Ձացնել, թե դու ընդամենը իմ օգնականն ես, երբ այդքան ավելին ես։ Ես պարզապես այլս չդիմացա։ Անահիտը հոգոց հանեց։ Մենք պայմանավորվել էինք, Արթուր։ Պայմանավորվել էինք գաղտնի պահել, մինչ գտնենք դրա հետ վարվելու ճիշտ ձը։ Եվ դու ամեն ինչ դեն նետեցիր մի պահվան անտրամաբանական խանդի պատճառով։ Նա մոտեցավ նրան, բայց հեռավորություն պահեց, հարգելով նրա տարածքը։ Դու ճիշտ ես։ Ես ամեն ինչ փչացրի։ Բայց ես չեմ կարող, չեմ զղջա ճշմարտությունն ասելու համար։ Գուցե ձը սարսափելի էր, բայց զգացմունքն իրական է։ Ես սիրում եմ քեզ, Անահիտ։ Ես սիրում եմ քեզ, այլս չեմ ուզում դա թաքցնել։ Դա առաջին անգամն էր, որ նա այդքան հստակ ասում էր այդ բառերը։ Անահիտը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Ինքն էլ էր նրան սիրում, բայց արդյոք միայն սերը կլուծեր այն գործնական խնդիրները, որոնց նրանք այժմ բախվում էին։ Ես էլ եմ քեզ սիրում, վերջապես խոստովանեց նա։ Բայց սերը հաշիվներ չի փակում, կարիերաներ չի պաշտպանում, բամբասանքներ չի լռեցնում։ Ինչ ենք անելու հիմա։ Արթուրը խորը շունչ քաշեց։ Վաղը առավոտյան, առաջին հերթին, ես կհանդիպեմ ՄՌԿ-ի իրավաբանական բաժնի հետ։ Կբացատրեմ իրավիճակը, կստանձնեմ ամբողջ պատասխանատվությունը։ Կանեմ այն, ինչ անհրաժեշտ է քեզ պաշտպանելու համար։ Եթե ինչ-որ մեկը պետք է հետանքներ կրի, դա ես եմ։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ոչ։ Ես թույլ չեմ տա, որ դու ամեն ինչ զոհաբերես ինձ համար։ Մենք միասին ենք այս ամենի մեջ։ Հաջորդած օրերը լարված էին։ Ինչպես Արթուրը կանխատեսել էր, երկուշաբթի առավոտյան նա հանդիպում ունեցավ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ընկերության իրավաբանների հետ։ Անահիտը նույնպես կանչվեց։ Նստած սառը պաշտոնական կոնֆերանս սրահում, նրանք պետք է բացատրեին իրենց հարաբերությունների բնույթը, երբ էր այն սկսվել, ինչպես էին պահպանել պրոֆեսիոնալի անձնականի միջ սահմանը։ ՄՌԿ տնօրենը Հասմիկ անունով մի կին, ով ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ուներ, լսում էր ամեն ինչ չեզոք, բայց ուշադիր արտահայտությամբ։
Նա բացատրեց, որ ընկերությունն ունի հստակ քաղաքականություն ղեկավարների ենթակաների միջ հարաբերությունների վերաբերյալ։ Դրանք արգելված չէին, բայց պետք է հայտարարվեին, շատ դեպքերում պահանջում էին հիերարխիկ վերակառուցում շահերի բախումից խուսափելու համար։ Ինչ եք դուք առաջարկում, հարցրեց Արթուրը, ինչպես միշտ ուղիղ։ Հասմիկը հայացքներ փոխանակեց ներկա իրավաբանների հետ, նախքան պատասխանելը։ Կան մի քանի տարբերակներ։ Առաջինը, պարոն Սարգսյանը հեռանում է գործադիր նախագահի պաշտոնից, ստանձնելով միայն տնօրենների խորհրդի անդամի դերը։ Երկրորդը, Անահիտը տեղափոխվում է այլ բաժին, առանց պարոնի հետ ուղղակի հիերարխիկ կապի։ Երրորդը, ամենաքիչ խորհուրդ տրվողը, նրանցից մեկը լքում է ընկերությունը։ Սենյակում լռություն տիրեց։ Անահիտը նայեց Արթուրին, տեսնելով նրա դեմքի կոնֆլիկտը։ Նա գիտեր, թե որքան էր Արարատ շինը նշանակում նրա համար, թե ինչպես էր նա իր ամբողջ կյանքը նվիրել այդ ընկերությունը կառուցելուն։ Այն միտքը, որ նա կարող էր կորցնել դա իր պատճառով, անտանելի էր։ Ես ընդունում եմ տեղափոխությունը, ասաց Անահիտը վճռականորեն։ Արթուրը սկսեց բողոքել, բայց նա շարունակեց. Ես թույլ չեմ տա, որ դու հրաժարվես այն ամենից, ինչ կառուցել ես։ Արարատ շինը քո ժառանգությունն է, քո կյանքը։ Ես կարող եմ հարմարվել նոր բաժնին։ Իրականում նա դադար տվեց, դիտարկելով մի բան, որի մասին վաղուց մտածում էր, գուցե դա այն հնարավորությունն է, որն ինձ պետք էր այլ ուղղությամբ աճելու համար։ Հասմիկը գլխով արեց, գնահատելով որոշման հասունությունը։ Ռազմավարական զարգացման բաժնում բաց հաստիկ կա։ Դա կլինի առաջխաղացում պատասխանատվության աշխատավարձի առումով, բայց առանց գործադիր նախագահության հետ որե կապի։ Անահիտը կլինի այն թիմի մաս, որն աշխատում է ուղղակիորեն խորհրդի, ոչ թե նախագահի հետ։ Անահիտը նայեց Արթուրին, տեսնելով նրա աչքերի ցավը, բայց նա թեթացումը։ Կատարյալ է, ասաց նա։ Ես ընդունում եմ։ Հաջորդ շաբաթները հարմարվողականության շրջան էին։ Անահիտի տեղափոխությունը պաշտոնականացվեց։ Նա սկսեց աշխատել նոր բաժնում, սովորելով նոր գործառույթներ, ծանոթանալով նոր գործընկերների հետ։ Դա դժվար էր, բայց նա խթանող։ Նա բացահայտեց, որ տաղանդ ունի ռազմավարական վերլուծության շուկայի հնարավորությունները բացահայտելու, ընկերության ապագայի մասին ավելի լայն մտածելու համար, փոխանակ պարզապես ամենօրյա առաջադրանքներ կատարելու։ Արթուրի հետ հարաբերությունները նույնպես փոխվեցին։ Այժմ, երբ դա հանրային էր, նրանք այլս կարիք չունեին թաքնվելու։ Կարող էին միասին ճաշել ընկերության ճաշարանում, երբ ցանկանային, կարող էին գրասենյակից դուրս գալ նույն մեքենայով, կարող էին միասին ելալ առանց վախի։ Բամբասանքները ի վերջո նվազեցին, հատկապես երբ մարդիկ տեսան, որ երկուսն էլ իրենց պրոֆեսիոնալ պարտականություններին շատ լուրջ են վերաբերվում, անկախ անձնական հարաբերություններից։ Իհարկե, ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Կային գործընկերներ, որոնք դատում էին, որոնք շշնջում էին, երբ նրանք անցնում էին։ Կային հաճախորդներ, որոնք անպատշաճ մեկնաբանություններ էին անում։ Կային պահեր, երբ Անահիտը մտածում էր, թե արդյոք մարդիկ իրեն հարգում են իր աշխատանքի համար, թե պարզապես տեսնում են որպես նախագահի ընկերուհի։ Բայց Արթուրը միշտ այնտեղ էր, հիշեցնելու նրան իր արժեքի, իր ձեռքբերումների մասին, որ նա արժանի է յուրաքանչյուր ստացած հնարավորությանը։ Ճակատագրական ամանորյա երեկույթից 6 ամիս անց Արթուրն Անահիտին անակնկալ մատուցեց ուղղություն դեպի Եվրոպա։ Նրանք խոսել էին միասին ճանապարհորդելու մասին, բայց միշտ հետաձգում էին աշխատանքի պատճառով։ Այս անգամ Արթուրը պնդեց։ Ամրագրեց 2 շաբաթ, պատվիրակեց պարտականությունները, երկուսը մեկնեցին մի ճանապարհորդության, որը ներառում էր Փարիզ, Հռոմ, Բարսելոնա։ Հենց Փարիզում, Սիրո քաղաքում, ամեն ինչ նորից փոխվեց։ Նրանք մայրամուտին Էյֆելյան աշտարակի գագաթին էին, քաղաքը ոսկեգույն տարածվում էր նրանց ներքում։ Անահիտը հիացած էր տեսարանով, լուսանկարներ էր անում, ժպտում այն ազատ ուրախ ծով, որն Արթուրն այդքան սիրում էր։ Նա հետում էր նրան, մտածելով, թե ինչպես էր նա փոխել իր կյանքը, թե ինչպես այլս չէր կարող պատկերացնել ապագան առանց նրա։ Անահիտ, կանչեց նա մեղմորեն։ Նա շրջվեց, դեռ ժպտալով։ Երբ Արթուրը ծնկի իջավ, ձեռքերում թավշյա փոքրիկ տուփ, նրա ժպիտը վերածվեց բացարձակ զարմանքի։ Շրջապատի մյուս մարդիկ սկսեցին նկատել նրանց շուրջ փոքրիկ, զուսպ շրջան կազմելով։ Անահիտ, սկսեց Արթուրը, ձայնը հուզված։ Դու իմ կյանք մտար սխալմունքի միջոցով, սխալ կոնտակտին ուղարկված լուսանկարով։ Բայց դա ամենաճիշտ սխալն էր, որ երբե տեղի է ունեցել։
Դու ինձ ցույց տվեցիր, որ կյանքում թվերից ու պայմանագրերից ավելին կա։ Ցույց տվեցիր, որ հնարավոր է սիրել աշխատել, որ խոցելիությունը թուլություն չէ, որ արժե ռիսկի դիմել ճշմարիտ բանի համար։ Նա բացեց տուփը, բացահայտելով մի շլացուցիչ մատանի։ Կամուսնանաս ինձ հետ։ Թույլ կտաս կյանքիս մնացած մասն ապացուցեմ, որ դու ճիշտ որոշում ես կայացրել։ Անահիտը լաց էր լինում, արցունքներն ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Այո, ասաց նա, ձայնը խեղդված։ Այո, այո, այո։ Արթուրը մատանին դրեց նրա մատին, նրան քաշեց դեպի իրեն, ինտենսիվ համբույրի համար, մինչ շրջապատի զբոսաշրջիկները ծափահարում ուրախանում էին։ Դա կինեմատոգրաֆիկ, կատարյալ պահ էր, այնպիսին, որը նա երբեք չէր պատկերացրել ապրել։ Երբ նրանք վերադարձան Հայաստան, պաշտոնապես նշանված, լուրը արագ տարածվեց ընկերությունում։ Այս անգամ արձագանքները հիմնականում դրական էին։ Մարդիկ տեսնում էին, թե որքան երջանիկ էին երկուսը միասին, որքան էին աջակցում միմյանց։ Նույնիսկ նրանք, ովքեր սկզբում թերահավատ էին, սկսեցին ընդունել, որ այդ հարաբերությունն անկեղծ էր, խորը, կառուցված ամուր հիմքերի վրա։ Հարսանիքի նախապատրաստությունները սկսվեցին հենց որ Անահիտն ու Արթուրը վերադարձան Փարիզից։ Նրանք ուզում էին մի բան, որն արտացոլեր, թե ովքեր են իրենք իրականում որպես զույգ, մի բան, որը կտոներ ոչ միայն իրենց սերը, այլ այն ճանապարհը, որը նրանք անցել էին մինչ այստեղ հասնելը։ Երկար քննարկումներից հետո որոշեցին անցկացնել մտերմիկ արարողություն Գյումրիի մոտ գտնվող մի գյուղական տանը, Անահիտի հայրենի քաղաքի մոտ։ Վայրի ընտրությունը հատկապես նշանակալի էր։ Սուրբ Կլարա Ագարակը, իր պահպանված հին շինություններով, փարթամ այգիներով, փոքրիկ ու հմայիչ մատուռով, առաջարկում էր հենց այն միջավայրը, որը նրանք փնտրում էին։ Դա մի վայր էր, որը համատեղում էր էլեգանտությունն ու պարզությունը, նրբաճաշակությունն ու հյուրընկալությունը։ Անահիտը սիրահարվեց այդ։ Դիմահարդարումը փչացնելու ժամանակը չէ։ Դուք ամբողջ արարողությունը կունենաք լաց լինելու համար, կատակեց նա, թե իր աչքերն էլ էին խոնավացել։ Ագարակի մյուս կողմում Արթուրը պատրաստվում էր Տիգրանի, գոռի, ով դարձել էր մոտ ընկեր ամբողջ սկզբնական դրամայից հետո, մի քանի այլ ազաբների հետ։ Արթուրը տեսանելիորեն նյարդայնանում էր, ինչը հազվադեպ էր տեսնել։ Նա անընդհատ ուղղում էր փողկապը, ստուգում ժամացույցը, քայլում այս ու այն կողմ։ Տիգրանը, նկատելով նրա վիճակը, մոտեցավ։ Նյարդայնանում ես, հարցրեց նա։ Արթուրը կարճ ծիծաղ արձակեց։ Սարսափած եմ, խոստովանեց։ Ոչ թե նրա հետ ամուսնանալուց, այլ ինչ-որ բան սխալ անելուց, նրա օրը փչացնելուց։ Տիգրանը ձեռքը դրեց նրա ուսին։ Դու ոչինչ չես փչացնի։ Անահիտը քեզ սիրում է ոչ թե չնայած քո անկատարություններին, այլ դրանք ներառյալ։ Հանգստացիր, վայելիր։ Դուք արժանի եք այս օրվան։ Տիգրանի խոսքերն օգնեցին։ Արթուրը խորը շունչ քաշեց, ընդունեց մի բաժակ ջուր, որը գոռը նրան առաջարկեց, փորձեց հանգստանալ։ Մի քանի ժամից Անահիտը պաշտոնապես կլիներ իր կինը։ Այն կինը, ով այդքան անսպասելի մտել էր իր կյանք, ով գլխիվայր շուռ էր տվել իր աշխարհը, ով սովորեցրել էր նրան նորից սիրել։ Արարողությունը նշանակված էր երեկոյան ժամը 5-ին։ Երբ ժամանակը մոտեցավ, հյուրերին ուղեկցեցին մատուռ։ Դա մտերմիկ տարածք էր, մոտ 100 հոգու տարողությամբ, գեղեցիկ, բայց հարմարավետ փայտե նստարաններով, վիտրաժներով, որոնք ստում էին արի լույսը, գունավոր նախշեր ստեղծելով քարե հատակին։ Առջում պարզ, բայց գեղեցիկ խորան, զարդարված սպիտակ ծաղիկներով, մոմերով։ Արթուրը ներս մտավ իր քրոջ, Բելլայի ուղեկցությամբ, երկուսն էլ քայլում էին կենտրոնական միջանցքով հյուրերի ուշադիր հայացքների ներքո։ Նա նյարդային, բայց պայծառ տեսք ուներ, անթերի սմոքինգով, սպիտակ ծաղիկով կրծքին։ Երբ հասավ խորանին, շրջվեց սպասելու Անահիտին, ձեռքերը միահյուսված մարմնի առջ, հանգստությունը պահպանելու տեսանելի ջանքով։ Երաժշտությունը փոխվեց, ազդարարելով հարսնացուի մուտքը։ Սկզբում մտան հարսնաքույրերը, եղեսպակի կանաչ երանգի երկար զգեստներով, յուրաքանչյուրը ձեռքին փոքրիկ ծաղկեփունջ։ Նարինեն վերջինն էր, տեսանելի հպարտությամբ ստանձնելով իր գլխավոր հարսնաքրոջ դերը։ Հետո, վերջապես, մատուռի դռները լիովին բացվեցին, Անահիտը հայտնվեց։ Ազդեցությունն անմիջական էր։ Անահիտը բացարձակապես շլացուցիչ էր, փայլում էր երջանկությունից, բռնած Տիգրանի թից, ով նրան ուղեկցում էր խորան, այլս չգտնվող հոր փոխարեն։ Նրա աչքերում զուսպ արցունքներ կային, բայց նա ժպտում էր այն լուսավոր ժպիտով, որը գերել էր Արթուրին այն պահից, երբ նա առաջին անգամ տեսել էր այն արձակուրդի լուսանկարում։
Երբ Արթուրը տեսավ նրան, նա պետք է մի քանի անգամ թարթեր, փորձելով զսպել այն հուզմունքը, որը սպառնում էր իրեն ողողել։ Նա ամենագեղեցիկ մարդն էր, որին երբե տեսել էր, դա ոչ միայն ֆիզիկական գեղեցկությունն էր, այլ ինչ-որ ավելի խորը բան, որը բխում էր ներսից։ Անահիտը դանդաղ քայլում էր միջանցքով, աչքերը հառած նրանը, այդ պահին ուրիշ ոչինչ գոյություն չուներ, բացի նրանցից երկուսից։ Երբ վերջապես հասավ խորանին, Տիգրանը Անահիտի ձեռքը դրեց Արթուրի ձեռքին, խորհրդանշական, բայց իմաստալից ժեստ։ «Խնամիր նրան», շնջաց նա, բավական բարձր, որ Արթուրը լսի։ «Կյանքիս գնով», պատասխանեց Արթուրը, Տիգրանը գլխով արեց, գոհ, նախքան իր տեղը գնալը։ Արարողությունը վարում էր մի արարողապետ, որին Անահիտն ու Արթուրն անձամբ էին ընտրել։ Նա ոչ չափազանց կրոնական էր, ոչ էլ պաշտոնական, այլ մեկը, ով կարողանում էր իմաստալից կերպով որսալ սիրո պարտավորության էությունը։ Նա խոսեց անհավանական հանդիպումների մասին, այն մասին, թե ինչպես երբեմն սերը հայտնվում է ամենաանսպասելի վայրերում ձերով։ Խոսեց սխալների մասին, որոնք վերածվում են ճիշտ որոշումների, երկրորդ հնարավորությունների, խոցելի լինելու քաջության մասին։ Հետո հասավ ուխտերի պահը։ Անահիտն առաջինն էր։ Նա իր ուխտերը ձեռքով էր գրել, այժմ թեթակի դողացող ձեռքերով բռնած փոքրիկ թուղթը, սկսեց կարդալ. «Արթուր, երբ ես սխալմամբ ուղարկեցի քեզ այդ լուսանկարը, ես չէի պատկերացնում, որ ուղարկում եմ նա իմ սիրտը։ Դու իմ կյանք մտար որպես իմ ղեկավար, հեռավոր անհասանելի կերպար։ Բայց կամաց-կամաց դու դարձար իմ գաղտնապահը, իմ գործընկերը, իմ սերը։ Դու ինձ մարտահրավեր նետեցիր աճելու, աջակցեցիր, երբ ես կասկածում էի ինքս ինձ, ստիպեցիր հավատալ, որ մենք արժանի ենք բոլոր այն լավ բաներին, որոնք կյանքը կարող է առաջարկել։ Խոստանում եմ սիրել քեզ հեշտ դժվար օրերին։ Խոստանում եմ լինել քո գործընկերը ամեն ինչում, կիսել երազանքներն ու պատասխանատվությունները, տոնել հաղթանակները, միասին դիմակայել մարտահրավերներին։ Խոստանում եմ երբեք չդադարել զարմացնել քեզ, ծիծաղեցնել քեզ, հիշեցնել քեզ, թե որքան յուրահատուկ ես դու։ Դու իմ ճիշտ սխալն ես, իմ ճակատագիրը, դիմակավորված որպես պատահականություն, ես ընտրում եմ քեզ ամեն օր։ Մատուռում չոր աչք չկար։ Արթուրը տեսանելիորեն հուզված էր, արցունքները հոսում էին նրա դեմքով, առանց դրանք թաքցնելու որևէ փորձի։ Երբ հասավ իր հերթը, նա կոստյումի ներքին գրպանից հանեց մի թուղթ, բայց ձեռքերն այնքան էին դողում, որ որոշեց այն դնել խոսել սրտանց։ Անահիտ, սկսեց նա, ձայնը խեղդված, ես տարիներ շարունակ պատեր եմ կառուցել իմ շուրջը, համոզված լինելով, որ վերահսկողությունն ու հեռավորությունը ուժի ձեր են։ Եվ հետո դու մտար իմ կյանք, քանդեցիր այդ պատերից յուրաքանչյուրը, նույնիսկ չփորձելով։ Այդ լուսանկարը, այդ պարզ սխալը, տիեզերքն էր, որ ինձ ասում էր, որ ժամանակն է դադարել փախչել կյանքից, դադարել վախենալ զգալուց։ Դու ինձ սովորեցրիր, որ խոցելիությունը թուլություն չէ, այլ քաջություն։ Որ սիրելը վերահսկողություն կորցնելը չէ, այլ նպատակ ձեռք բերելը։ Խոստանում եմ ամեն օր ապացուցել, որ դու չես սխալվել, ինձ ընտրելով։ Խոստանում եմ աջակցել քեզ յուրաքանչյուր երազանքում, յուրաքանչյուր մարտահրավերում։ Խոստանում եմ երբեք թույլ չտալ, որ աշխատանքը կամ որևէ այլ բան ավելի կարևոր դառնա, քան դու։ Խոստանում եմ ժպիտ պարգել քեզ, հատկապես ամենադժվար օրերին։ Դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ, ես ամեն օր շնորհակալ եմ այն սխալի համար, որը մեզ բերեց այստեղ։ Ես սիրում եմ քեզ, Անահիտ։ Այսօր, վաղը, միշտ։ Մատանիները փոխանակվեցին, պարզ, բայց հզոր խորհրդանիշներ այն հավերժական պարտավորության, որը նրանք ստանձնում էին։ Եվ հետո, վերջապես, արարողապետն արտասանեց այն խոսքերը, որոնց բոլորը սպասում էին։ Ինձ տրված իշխանությամբ, ես ձեզ հայտարարում եմ ամուսին կին։ Կարող եք համբուրել հարսնացուին։ Արթուրին երկրորդ հրավեր պետք չէր։ Նա Անահիտին քաշեց իր գիրկը, ինտենսիվ համբուրեց նրան, մի համբույր, որը կնքում էր ոչ միայն այդ պահը, այլ այն ամենը, ինչ նրանք ապրել էին միասին, բոլոր հաղթահարված դժվարությունները, բոլոր հաղթված վախերը։ Մատուռը պայթեց ծափահարություններից, մարդիկ ոտքի կանգնեցին, տոնելու նոր զույգին։ Երբ վերջապես բաժանվեցին, երկուսն էլ ծիծաղում էին արցունքների միջով, Արթուրը շշնջաց Անահիտի ականջին. «Կինս»։ Անահիտը ժպտաց, այն պայծառ ժպիտով, որը նա այդքան սիրում էր։ «Ամուսինս», պատասխանեց։ Վայրին հենց առաջին այցելությունից Արթուրն անմիջապես համաձայնեց, տեսնելով, թե ինչպես էին նրա աչքերը փայլում, պատկերացնելով իրենց հատուկ օրն այնտեղ։ Տիկին Լուսինեն, Անահիտի Տիգրանի մայրը, հուզված էր ամբողջ իրավիճակից։
Նա հեռվից հետել էր դստեր հարաբերությունների զարգացմանը, սկզբում անհանգստացած լինելով աշխատանքային միջավայրում սիրավեպի բարդություններից, բայց աստիճանաբար համոզվելով Արթուրի զգացմունքների անկեղծության մեջ։ Երբ նա պաշտոնապես դիմեց նրան, նույնիսկ Անահիտին ամուսնության առաջարկություն անելուց առաջ, նրա օրհնությունը խնդրելու համար, տիկին Լուսինեն իմացավ, որ այդ մարդը լուրջ է իր մտադրություններում։ Արթուրը ժամերով խոսել էր նրա հետ, պատմելով ապագայի իրենց պլանների, այն մասին, թե ինչպես է պատրաստվում հոգ տանել Անահիտի մասին, իր արժեքների առաջնահերթությունների մասին։ Այդ զրույցը կնքել էր նրա հավանությունը։ Նարինեն, Անահիտի լավագույն ընկերուհին, փայլում էր ողջ գործընթացի ընթացքում։ Հենց նրան էր Անահիտը սկզբնապես մտադրվել կատակել այն արձակուրդի լուսանկարով, որը սկիզբ դրեց այս ամբողջ պատմությանը։ Երբ իմացավ տեղի ունեցածի մասին, Նարինեն այնքան ծիծաղեց, որ լաց եղավ։ Դու փորձում էիր ինձ կատակել, ասելով, որ վերջապես սովորել ես հանգստանալ, ասաց նա, վերջում իսկական զգացմունքային երկրաշարժ առաջացրիր քո ղեկավարի մոտ։ Եթե սա ճակատագիր չէ, ես չգիտեմ ինչ է։ Նարինեն անմիջապես նշանակվեց գլխավոր հարսնաքույր ստանձնեց այդ դերը նվիրվածությամբ, օգնելով Անահիտին յուրաքանչյուր որոշման մեջ, զգեստի ընտրությունից մինչ զարդարանքի ամենափոքր մանրամասները։ Տիգրանը, Անահիտի երկվորյակ եղբայրը, նույնպես խորապես ներգրավված էր նախապատրաստություններում։ Որպես ճարտարապետ, նա իր գաղափարներով նպաստեց միջոցառման տարածական կազմակերպմանը, առաջարկեց զարդարանքի ճշգրտումներ, օգնեց ագարակը վերածել հեքիաթային տեսարանի։ Բայց դրանից բացի, նրա մեջ կար պատասխանատվության զվարճանքի զգացում։ Ի վերջո, նա ակամա այն մարդն էր, ով սկիզբ էր դրել այս ամբողջ պատմությանը։ Այն սելֆին լողափին, նրա եղբայրական գրկախառնությունը Անահիտի ուսերին, արթնացրել էր այն խանդը, որը վերջիվերջո ստիպել էր Արթուրին ճանաչել իր զգացմունքները։ Տիգրանը սիրում էր կատակել դրա հետ, ասելով, որ պետք է իրեն վերագրեն զույգի պաշտոնական Կուպիդոնի կոչումը։ Արթուրի կողմից իրավիճակը մի փոքր այլ էր։ Նրա ծնողներն արդեն մահացել էին, բայց նա ուներ կրտսեր քույր, Բելլան, ով ապրում էր Վանաձորում, աշխատում էր որպես բժիշկ։ Բելլան Արթուրը միշտ մոտ էին, չնայած ֆիզիկական հեռավորությանը։ Երբ նա պատմեց Անահիտի մասին, այն մասին, թե ինչպես էին ծանոթացել, այն ամենի մասին, ինչի միջով անցել էին միասին, Բելլան անկեղծորեն ուրախացավ։ Նա միշտ անհանգստանում էր եղբոր համար, տեսնելով նրան այդքան զգացմունքային փակ, այդքան կենտրոնացած միայն աշխատանքի վրա։ Անահիտին ճանաչելը Արթուրի փոխակերպումը տեսնելը նման էր դիտելու, թե ինչպես է ինչ-որ մեկը վերջապես արթնանում կյանքի համար։ Բելլան մի քանի անգամ թռավ երան նախապատրաստությունների ընթացքում, օգնելով ինչով կարող էր, հիմնականում զգացմունքային աջակցություն ցուցաբերելով եղբորը։ Հարսանիքին նախորդող ամիսները լարված, բայց հրաշալի էին։ Անահիտն ու Արթուրը սովորեցին ավելի լավ հավասարակշռել իրենց պրոֆեսիոնալ դերերն իրենց անձնական կյանքի հետ։ Գրասենյակում Անահիտն ավելի ու ավելի էր աչքի ընկնում ռազմավարական զարգացման բաժնում իր նոր պաշտոնում։ Նրա վերլուծությունները խորաթափանց էին, նրա առաջարկությունները հաճախ ընդունվում էին խորհրդի կողմից։ Նա, առանց որևէ կասկածի, ապացուցել էր, որ իր հաջողությունը ոչ մի կապ չունի նախագահի հետ, իր հարաբերությունների հետ, այլ իր անկեղծ տաղանդի նվիրվածության հետ։ Արթուրն իր հերթին սովորում էր ավելի շատ պատվիրակել, վստահել իր թիմին, կարիք չունենալ անձամբ վերահսկելու ընկերության յուրաքանչյուր ասպեկտը։ Անահիտը նրան սովորեցրել էր, որ արդյունավետությունը չի նշանակում օրական 24 ժամ աշխատել, այլ խելացի աշխատել, էներգիա պահպանել այն բաների համար, որոնք իսկապես կարևոր են։ Նա դեռ նվիրված մանրախնդիր էր, բայց այժմ նրա կյանքում տեղ կար հանգիստ ընթրիքների, հանգստացնող հանգստյան օրերի, պարզապես գոյություն ունենալու համար, առանց արտադրողականության մշտական ճնշման։ Նրանց հարաբերությունները նույնպես հասունացան։ Նրանք հաղթահարեցին կրքոտ սիրահարվածության սկզբնական փուլը, հասնելով ավելի խորը կայուն բանի։ Սովորեցին առողջ ծով վիճել, հարգել միմյանց տարբերությունները, աջակցել անհատական երազանքներին, միաժամանակ կառուցելով ընդհանուր երազանքներ։ Անահիտը քաջալերեց Արթուրին վերսկսել իր հին հոբբին, լուսանկարչությունը, մի բան, որը նա թողել էր տարիներ առաջ։ Արթուրն իր հերթին աջակցեց Անահիտին, երբ նա որոշեց ընդունվել ՄԲ գործադիր ծրագիր, մի բան, որը նա միշտ ցանկացել էր անել, բայց միշտ հետաձգում էր։ Բնականաբար, ոչ ամեն ինչ էր կատարյալ։ Լինում էին դժվար օրեր, վեճեր հիմար բաների շուրջ, որոնք սրվում էին սթրեսի պատճառով, պահեր, երբ երկուսն էլ կասկածի տակ էին դնում որոշումները։
Բայց այն, ինչ նրանց առանձնացնում էր, ամեն ինչ միասին դիմակայելու պարտավորությունն էր, խնդիրներից չփախչելը, այլ դրանց մասին խոսելը, ամեն օր միմյանց ընտրելը, նույնիսկ այն օրերին, երբ այդ ընտրությունը հեշտ չէր։ Վերջապես, հասավ հարսանիքի օրը։ Գարնանային շաբաթ օր էր, կատարյալ եղանակ, անամպ կապույտ երկնքով մեղմ զեփյուրով, որը նրբորեն օրորում էր ագարակի ծառերը։ Հյուրերը սկսեցին ժամանել վաղ առավոտից։ Նրանք մոտ 80 հոգի էին, մտերմիկ թիվ, որը ներառում էր ընտանիք, մոտ ընկերներ, մի քանի հատուկ գործընկերներ։ Հյուրերի ցուցակը խնամքով էր կազմվել, յուրաքանչյուր անուն ընտրվել էր անկեղծ կապ ներկայացնելու համար, ոչ թե սոցիալական պարտավորության կամ կորպորատիվ քաղաքականության։ Զարդարանքը շլացուցիչ էր։ Տիգրանն անձամբ էր վերահսկել յուրաքանչյուր մանրուք։ Սպիտակ կանաչ ծաղիկները գերիշխում էին տեսարանում, ստեղծելով բնական էլեգանտ մթնոլորտ։ Ծառերի մեջ կախված լույսերը կախարդական լուսավորություն կապահովեին, երբ գիշերն իջներ։ Մատուռը զարդարված էր պարզությամբ, թույլ տալով, որ իր բնական ճարտարապետական գեղեցկությունը փայլի։ Անահիտն առավոտն անցկացրեց իր մոր Նարինեի հարսնաքույրերի հետ ագարակի սենյակներից մեկում պատրաստվելով։ Հարսանեկան զգեստն ընտրվել էր ամիսների փնտրտուքից հետո։ Դա դասական, բայց ժամանակակից մոդել էր, նուրբ ժանյակով, էլեգանտ լանջաբացվածքով, որն ընդգծում էր նրա ուսերը, միջին երկարության քողով, որը նրբագեղորեն ծածանվում էր։ Այն ոչ չափազանց ծավալուն էր, ոչ էլ շատ պարզ, գտնում էր կատարյալ հավասարակշռությունը։ Մազերը հավաքված էին ռոմանտիկ ցածր կոկոնի մեջ, միահյուսված փոքրիկ սպիտակ ծաղիկներով։ Դիմահարդարումը բնական, բայց անթերի էր, ընդգծելով նրա կանաչ աչքերը, որոնք փայլում էին երջանկությունից, նյարդայնությունից։ Երբ տիկին Լուսինեն տեսավ դստերը պատրաստ, չկարողացավ զսպել արցունքները։ Դու գեղեցիկ ես, Անահիտ։ Այնքան գեղեցիկ։ Հայրդ այնքան կհպարտանար։ Անահիտը գրկեց մորը, նույնպես հուզված։ Նարինեն, միշտ գործնական, միջամտեց անձեռոցիկներով, զգուշացնելով, որ դեռ նա։ Մատուռից դուրս գալն ուղեկցվում էր ուրախ երաժշտությամբ, հյուրերի կողմից նետվող ծաղկաթերթերով, ծիծաղով գրկախառնություններով։ Ընդունելությունն անմիջապես սկսվեց ագարակի բացօթյա տարածքում, որը վերածվել էր կախարդական վայրի։ Կլոր սեղաններ, սպիտակ սփռոցներով, ծաղիկներով ու մոմերով, կենտրոնական զարդարանքներով, կախովի լույսեր, որոնք ստեղծում էին հեքիաթային մթնոլորտ, բեմ խմբի համար, որը պետք է նվագեր երեկույթի ընթացքում։ Ընթրիքը մատուցվեց, համեղ կերակուր, որը ներառում էր ավանդական հայկական ուտեստներ, որոշ միջազգային տարբերակներ։ Անահիտն ու Արթուրը շրջում էին սեղանների մեջ, զրուցում յուրաքանչյուր հյուրի հետ, շնորհավորանքներ ստանում, լուսանկարվում, յուրաքանչյուր պահը ըմբոշխնում։ Տիկին Լուսինեն չէր դադարում լաց լինել երջանկությունից, անընդհատ մխիթարվելով ընկերների հարազատների կողմից, որոնք նույնպես հուզված էին։ Հետո հասավ ելույթների պահը։ Տիգրանն առաջինն էր։ Նա բարձրացավ բեմ, վերցրեց խոսափողը, նայեց իր երկվորյակ քրոջը եղբայրական սիրով լի ժպիտով։ Անահիտն ու ես կյանքում գրեթե ամեն ինչ կիսել ենք, սկսեց նա։ Մեր մոր արգանդը, առաջին բառերը, մանկությունը, երազանքները։ Բայց կա մի բան, որ նա հիմա ունի, որը միայն իրենն է, Արթուրը։ Նա դադար տվեց, սպասելով, որ հանդիսատեսի ծիծաղը հանդարտվի։ Երբ մենք այդ լուսանկարն արեցինք սանում, ես երբեք չէի պատկերացնի, որ դա կլինի այս պատմության սկիզբը։ Ես պարզապես ուզում էի արձակուրդի հիշողություն ունենալ քրոջս հետ։ Բայց, ըստ ելույթին, ճակատագիրն ավելի մեծ պլաններ ուներ։ Արթուր, նա ուղիղ նայեց փեսային, շնորհակալ եմ, որ Անահիտի մեջ տեսար այն ամենը, ինչ մենք միշտ գիտեինք, որ նա է, արտասովոր։ Եվ շնորհակալ եմ այն սկզբնական խանդի համար, որովհետև առանց դրա, դուք երկուստ գուցե երբեք չէիք խոստովանի, թե ինչ եք զգում։ Հանդիսատեսը ծիծաղեց, Արթուրը գլխով արեց, ընդունելով խոսքերի ճշմարտությունը։ Ցանկանում եմ ձեզ սիրով, ծիծաղով, ով գիտի, ավելի շատ սխալներով լի կյանք, որոնք կվերածվեն ճիշտ որոշումների։ Կենաց նոր ափսակների։ Նարինեն հաջորդն էր։ Նա խոսեց Անահիտի հետ իր երկարամյա ընկերության մասին, այն մասին, թե ինչպես էր նկատել նրա փոխակերպումը, երբ նա սկսեց սիրահարվել Արթուրին։ Պատմեց զվարճալի պատմություններ, գաղտնիքների պահեր ավարտեց, ասելով, որ երբեք չէր տեսել իր լավագույն ընկերուհուն այնքան երջանիկ, որքան հիմա էր։ Բելլան, Արթուրի քույրը, նույնպես հուզիչ ելույթ ունեցավ, խոսելով այն մասին, թե ինչպես էր Անահիտը վերադարձրել այն եղբորը, որին նա կարծում էր, թե կորցրել է, այն մարդուն, ով ունակ է ծիծաղել, սիրել, լիարժեք ապրել։ Երեկույթը շարունակվեց գիշերվա ընթացքում։
Եղավ նորապսակների ավանդական վալսը, Անահիտն ու Արթուրը պարում էին աստղերի տակ, մինչ բոլորը դիտում էին։ Արթուրը, ով սովորաբար խիստ սուսպ էր, զարմացրեց բոլորին, լինելով հմուտ պարող, նրբագեղորեն պտտելով Անահիտին, նրա ականջին բաներ շշնջալով, որոնք նրան ծիծաղեցնում էին։ Հետո եկան պարերը ծնողների հետ, Անահիտը Տիգրանի հետ իր հոր փոխարեն, Արթուրը տիկին Լուսինեի հետ մի պարով, որը հուզեց բոլորին։ Գիշերվա ընթացքում երեկույթն ավելի աշխույժ դարձավ։ Խումբը նվագում էր երգերի խառնուրդ, հայկական դասականներից մինչ միջազգային հիթեր։ Մարդիկ պարում էին, զրուցում, տոնում։ Անահիտն ու Արթուրը կարողանում էին գողացված պահեր ունենալ միասին, հայացքներ սրահի միջով, ձեռքերի զուսպ հպումներ, համաձայնության ժպիտներ, որոնք առանց բառերի հատորներ էին հաղորդում։ Կեսգիշերին մոտ, երբ շատ հյուրեր արդեն հեռացել էին, մնացել էին միայն ամենամոտ մարդիկ, Անահիտն ու Արթուրը զգուշորեն հեռացան խմբից։ Քայլեցին ձեռք ձեռքի տված ագարակի այգիներով, աստղալից երկնքի տակ, կարիք ունենալով մի պահի միայն իրենց երկուսի համար։ Մենք կարողացանք, ասաց Արթուրը, նրան իր գիրկը քաշելով։ Ամեն ինչից հետո, մենք կարողացանք։ Անահիտը փարվեց նրան, զգալով նրա մարմնի ջերմությունը, նրա սրտի կայուն ռիթմը։ Արժեր, պատասխանեց նա։ Յուրաքանչյուր մարտահրավեր, յուրաքանչյուր խոչընդոտ, յուրաքանչյուր կասկածի պահ։ Արժեր սրա համար, մեզ համար։ Նրանք մի քանի րոպե մնացին այնտեղ, պարզապես գոյություն ունենալով միասին աստղերի տակ, մտածելով այն ամենի մասին, ինչ ապրել էին։ Այն պատահական լուսանկարից մինչ այս կատարյալ պահը, դա աճի, բացահայտման սիրո ճանապարհորդություն էր։ Հաջորդած տարիներին Անահիտն ու Արթուրը միասին ամուր կյանք կառուցեցին։ Նրանք հավասարակշռեցին իրենց հավակնոտ կարիերաները հարուստ բավարարող անձնական կյանքի հետ։ Անահիտն ավարտեց իր ՄԲԸ-ն, ի վերջո բացեց իր սեփական խորհրդատվական ընկերությունը ռազմավարական զարգացման ոլորտում, Արթուրի լինելով նրա ամենամեծ աջակիցը։ Արթուրը սովորեց իսկապես պատվիրակել ընկերությունում, իրեն ավելի շատ ժամանակ թույլ տալով ճանապարհորդելու Անահիտի հետ, նոր հոբբիներ զարգացնելու, պարզապես ապրելու։ Նրանք մարտահրավերների բախվեցին, իհարկե։ Ունեցան տարաձայնություններ երեխաների հարցում, մեկը ցանկանում էր սպասել, մյուսը անհամբեր սկսել ընտանիք կազմել։ Ի վերջո հասան համաձայնության, որդեգրելով մի ռիթմ, որը գործում էր երկուսի համար էլ։ Կային արտաքին ճնշումներ, մշտական անհրաժեշտություն, ապացուցելու, որ իրենք ավելին են, քան պարզապես կորպորատիվ սիրավեպ։ Բայց յուրաքանչյուր հաղթահարված խոչընդոտ նրանց ուժեղացնում էր։ Եվ միշտ, երբ հիշում էին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, նրանք ծիծաղում էին։ Այն պարզ լուսանկարը, այն անմեղ սխալը, դարձել էր նրանց սիրելի պատմությունը պատմելու համար։ Ապացույց, որ երբեմն տիեզերքն իր սեփական պլաններն ունի, որ կյանքի լավագույն ճիշտ որոշումները կարող են սկսվել ամենաանհավանական սխալներից։ Որովհետև, ի վերջո, իսկական սիրուն կատարյալ սկիզբ պետք չէ։ Պետք են ընդամենը երկու մարդ, որոնք պատրաստ են ռիսկի դիմել, խոցելի լինել, ամեն օր ընտրել միմյանց, անկախ նրանից, թե ինչ է սպասվում։ Եվ Անահիտն ու Արթուրը գտել էին հենց դա, անկատար, բայց իրական, դժվար, բայց գոհացուցիչ, անսպասելի, բայց բացարձակապես ճիշտ սեր։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արթուրի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս անսպասելի սիրո ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Սխալմամբ ուղարկված լուսանկարը։ Իմպուլսիվ խոստովանությունը երեկույթին։ Ամուսնության առաջարկությունը Փարիզում։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է սերը ծնվել ամենաանսպասելի վայրերում ամբողջովին փոխել կյանքեր։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կստիպի ձեզ հավատալ ճակատագրի իսկական սիրո ուժին։